Միգին գրում է մի գաղտնիք, որը կարող է կործանել իսկական սիրո նրա միակ հնարավորությունը այն բանից հետո, երբ նրա կյանքը հավերժ փոխվեց։ Մի ամուրի տղամարդ միայնակ հայր սովորում է նորից վստահել, երբ հանդիպում է մեկին, ով կատարելապես հասկանում է երեխային միայնակ մեծացնելու դժվարությունները։ Երկու գոտրված ընտանիքներ բացահայտում են, որ երբեմն հնարավոր է մնացած կտորներից կառուցել մի նոր ամուր բան։ Այս զարմանահրաշ պատմությունը լսելուց առաջ չմոռանաք բաժանորդագրվել ալիքին ավելի շատ հուզիչ պատմությունների համար։ Անին ուղեց պայուսակի փոքը ուսին խորը շունչ քաշեց, նախքան սրճարանի ապագե դուռը հրելը, հինգշաբթի օրվա այդ կեսօրին Երանի կենտրոնի հաստատություններին բնորոշ իրարանցում էր տիրում։ Արագ հանդիպումների մեջ գտնվող գործարարներով, բաց նոթբուքերով ուսանողներով ժամադրության եկած զույգերով զբաղեցված սեղանները ստեղծում էին հարմարավետ մթնոլորտ, որը սովորաբար կհանգստացներ նրան։ Բայց այսօր ամեն ինչ այլ էր։ Այսօր նա իր հետ գրում էր ավելին, քան պարզապես ռազմական ճշգրտությամբ դասավորված պայուսակը 3 տարեկան Մանեին, ով խաղաղ քնած էր նրա գրկում։ Նա իր հետ գրում էր նա 2 տարվա լուր դատապարտումները, որոնք սովորել էր տանել առանց տրտնջալու, հարցական հայացքները, երբ մարդիկ նկատում էին ակնհայտ ֆիզիկական տարբերությունները իր փոքրիկի մեջ, մի ծանրություն, որը ոչ ոք այնտեղ չէր տեսնում։ Մի գաղտնիք, որը բացահայտվելու դեպքում կարող էր կործանել իսկական սիրո միակ հնարավորությունը, որը հայտնվել էր այն օրվանից, երբ նրա կյանքը լիովին փոխվեց։ Նրա աչքերը զննեցին տարածքը, մինչ գտան Արամին, ով նստած էր պատուհանի մոտ գտնվող սեղանի շուրջ նյարդայնացած խաղում էր հեռախոսով։ Նա շուտ էր եկել, ինչպես պայմանավորվել էին ծանոթությունների հավելվածի միջոցով։ Նա հենց այնպիսին էր, ինչպես լուսանկարներում։ Քունքերի մոտ թեթակի ջերմակած շագանակագույն մազեր, խնամված մորուք ամոթխած ժպիտ, որը գրավել էր նրա ուշադրությունը հենց առաջին վիրտուալ զրույցից։ Այն, ինչ լուսանկարները չէին ցուցադրում, այն մարդու հայացքն էր, ով արդեն սովորել էր մարդկանցից շատ բան չսպասել մի դրոշմ, որը Անին լավ էր ճանաչում, որովհետև ինքն էլ էր գրում այն։ Արամը բարձրացրեց աչքերը, երբ տեսավ նրան մոտենալիս, նրա դեմքի արտահայտությունն ակնթարթորեն փոխվեց։ Դա անմիջական մերժման նշան չէր, այլ անգեղծ զարմանքի, նա ակնհայտորեն չէր սպասում, որ նա երեխայի հետ կգա, Անին նկատեց նրա աչքերի նուրբ փոփոխությունը, այն տատանումը, որն ինքն այնքան լավ գիտեր, զգաց, թե ինչպես է սիրտն արագանում, նա միշտ նկատում է, միշտ։ 2 ամիս տաց առցանց զրույցների ընթացքում նա զգույշ էր եղել նշելով, որ դուստր ունի, բայց երբեք մանրամասների մեջ չէր մտել։ Արամն էլ էր խոսել հնքամյա Նարեի մասին, բայց անորոշ ձով, հիմա իրականության առջ կանգնած, նա տեսնում էր նրա մտքում ձավորվող բոլոր չտված հարցերը։ Ողջույն, Արամ, ասաց նա կանգնելով սեղանի մոտ, Մանեն դեռ քնած էր նրա գրկում։ Կներես, եթե չէիր սպասում, որ Մանեին կբերեմ, այսօր չկարողացա նրան ոչ մեկի մոտ թողնել։ Նա արագ վեր կացավ ցուցաբերելով քաղաքավարություն, բայց Անին զգում էր լարվածությունը օդում։ Ողջույն, Անի, ոչ, խնդիր չկա, ես պարզապես չէի սպասում։ Նախքան Արամը կկարողանար որե հարց տալ կամ, ավելի վատ, հեռանալու պատրվակ հորինել, Անին որոշեց չձացնել։ Նա հոգնել էր թերի բացատրություններից, հոգնել էր իրականից ավելի քիչ երալուց, հոգնել էր հարաբերությունները գեղձ հիմքերի վրա կառուցելուց միայն նրա համար, որ տեսնի դրանց փլուզումը, երբ ճշմարտությունն անխուսափելիորեն ջրի երես դուրս գա։ Նա իմ դուստրն է, ասաց Անին նայելով ուղիղ նրա աչքերին, լիովին կհասկանամ, եթե ցանկանաս հեռանալ, սա առաջին դեպքը չի լինի։ Նրա ձայնի անգեղծությունը կարծես անակնկալի բերեց Արամին։ Նա մի պահ զննեց նրա դեմքը, հետո նայեց քնած Մանեին, որի բաց գույնի գանգուր մազերը հակադրվում էին Անիի թուխ մաշկին այնպես, որ անհնար էր չնկատել։ Իրականում, դանդաղ ասաց նա, ես նույնպես միայնակ հայր եմ։ Նարեն հիմա դպրոցում է, բայց ես հիանալի հասկանում եմ, թե ինչ է նշանակում երեխային միայնակ մեծացնելը։ Այդ խոսքերը Անիի համար կայծակի պես էին։ Առաջին անգամն էր, որ ինչ-որ մեկը Մանեի ներկայությունը չէր դիտարկում որպես խնդիր կամ խոչընդոտ, Արամը նրա համար աթոռ քաշեց, երբ Մանեն սկսեց շարժվել մոր գրկում, նա բնազդաբար մեկնեց ձեռքերը։ Կարելի է, մեղմ հարցրեց նա։ Անին մի պահ տատանվեց, Մանեն բնույթով շփվող էր, բայց Անին միշտ նյարդայնանում էր, երբ անծանոթները փորձում էին շփվել փոքրիկի հետ, հատկապես հաշվի առնելով այն հարցերը, որոնք դա անխուսափելիորեն առաջացնում էր։ Բայց Արամի հանգիստ կեցվածքը նրան հանգստացրեց։ Մանեն լիովին արթնացավ, երբ տեղափոխվեց նրա գրկում, փոխանակ լաց լինելու, ինչպես Անին վախենում էր, նա հետաքրքրությամբ սկսեց նայել անծանոթ տղամարդուն։ Արամը նրա հետ խոսում էր այնպես, կարծես նա սովորական մեծահասակ լիներ, առանց այն չափազանցված տոնի, որը որոշ մեծեր օգտագործում են երեխաների հետ վերաբերվելով նրան բնական հարգանքով։ Դե ինչ, Մանե, պաղպաղակ սիրո ես, հարցրեց նա մատնացույց անելով սեղանի վրայի աղանդերի ցանկը։ Փոքրիկը եռանդով գլխով արեց, Արամը ցածրաձայն ծիծաղեց։ Ես մի աղջիկ ունեմ, ով նույնպես պաղպաղակ է շատ սիրում։ Դուք երկուսով հաստատ լավ լեզու կգտնեիք։ Անիի համար սա ցնցում էր, 2 տարվա մեջ առաջին անգամ ինչ-որ մեկը իր դստերը չէր վերաբերվում որպես հանդուրժելի կամ անտեսելի մի բանի, այլ որպես սովորական երեխայի, ով ուշադրության ջերմության է արժանի, նա հետում էր, թե ինչպես է Արամը համբերությամբ կերակրում Մանեին, երբ բերեցին ուտելիքը, նրբորեն սրբում նրա դեմքը անգեղծ հետաքրքրությամբ պատասխանում նրա անվերջ հարցերին։ Հանդիպումը, որը պետք է տեր ընդամենը մի քանի րոպե նախքան նրա հեռանալը,
Ձգվեց 3 ժամ, խոսեցին աշխատանքից։ Նա կրթական բովանդակության խմբագիր էր, ով աշխատում էր տանից, իսկ Արամը տեխնիկական սպասարկման մասնագետ էր քաղաքի հիվանդանոցներից մեկում։ Խոսեցին միայնակ ծնող լինելու դժվարությունների, անքուն գիշերների, ֆինանսական խնդիրների, հուզական հոգնածության մասին, բայց նա այն մաքուր ուրախության պահերի մասին, որոնք միայնակ երեխա մեծացնողը կարող է լիովին հասկանալ։ Արամը պատմեց Նարեի մասին, թե ինչպես է նա դեռ կարոտում մորը, ով մահացել էր 2 տարի առաջ, թե ինչպես էր ինքը երբեմն իրեն գոռաց զգում փորձելով միաժամանակ լինել հայր, մայր, անին գիսվեց աշխատանքը մայրությունը հավասարակշռելու դժվարություններով, այն մասին, թե ինչպես է երբեմն ինքն իրեն հարցնում արդյոք ամեն ինչ ճիշտ է անում։ Այն, ինչ նա չպատմեց, իր գրած գաղտնիքն էր, այն իրական հանգամանքների մասին, որոնք բերել էին Մանեին իր կյանք, այն հարցերի մասին, որոնք փոքրիկը սկսել էր տալ, թե ինչու ֆիզիկապես նման չէ իրեն, այն քրոջ մասին, ով այլս չկար այդ հարցերին պատասխանելու համար։ Երբ վերջապես հրաժեշտ տվեցին սրճարանի ավտոկայանատեղիում, Մանեն նորից քնել էր սայլակում հոգնած այդքան շփումից, Արամը գրացավ համբուրելու Անիի այտը։ Մի պարզ ժեստ, որը ստիպեց նրան հասկանալ, թե որքան ժամանակ էր անցել այն պահից, երբ նա իրեն ցանկալի էր զգացել մեկի կողմից։ Կցանկանայիք նորից հանդիպել, հարցրեց նա տատանվելով, գուցե հաջորդ անգամ Նարեին էլ բերեմ, եթե ցանկանաս ծանոթանալ նրա հետ։ Անին զգաց ուրախության սարսափի խառնուրդ, Արամի հետ ծանոթությունը շարունակելու հեռանկարը հուզում էր նրան, բայց երեխաներին ներգրավելու միտքը, մի բան կառուցելու միտքը, որը կարող էր փլուզվել, երբ նա իմանար ճշմարտությունը իր ընտանիքի մասին, սարսափեցնում էր նրան։ Բայց նայելով խաղաղ քնած Մանեին մի կեսօրից հետո, երբ նա ստացել էր անգեղծ ուշադրություն մի տղամարդուց, ով նրան որպես բեռ չէր տեսնում, նա որոշեց ռիսկի դիմել։ Այո, պատասխանեց նա, շատ կցանկանայի ծանոթանալ Նարեի հետ։ Տուն վերադառնալիս Անին չէր կարողանում դադարել ժպտալ չնայած իրեն տանջող վախերին, երկար ժամանակ անց առաջին անգամ նա իրեն զգում էր որպես լիարժեք կին, այլ ոչ միայն որպես բարդ պատմություն ունեցող միայնակ մայր, Արամը նրան վերաբերվել էր հարգանքով, անգեղծ հետաքրքրություն էր ցուցաբերել նրան ճանաչելու հարցում, որ ամենակարևորն է Մանեին ընդունել էր բնական ջերմությամբ։ Բայց մտքի խորքում մի ձայն շշնջում էր տագնապալի հարցեր, ինչ կլինի, երբ նա իմանա ողջ ճշմարտությունը այն մասին, թե ինչպես Մանեն հայտնվեց իր գրկում, երբ բացահայտի, որ այդ գեղեցիկ խելացի երեխան կենսաբանորեն իրենը չէ, երբ հասկանա այն ողբերգական հանգամանքները, որոնք ստիպեցին 26-ամյա գնոջը մեկ գիշերվա մեջ մայր դառնալ։ Հետադարձ հայելու մեջ նայելով իր նստատեղին քնած Մանեին Անին լուր երթում տվեց, կապ չունի, թե ինչ կլինի Արամի հետ, նա կպաշտպանի իր դստերը ցանկացած ցավից, նա նախկինում էր դժվար ընտրություններ կատարել, պատրաստ էր դա անել նորից։ Տուն հասնելով Երանի կենտրոնում գտնվող փոքրիկ բնակարանը, որը կիսում էր Մանեի հետ այն օրվանից, երբ հեռացել էին հայրական տնից, Անին երեխային դրեց օրորոցի մեջ իրեն թույլ տվեց մի պահ երազել։ Երազել այլս միայնակ չլինելու հնարավորության մասին, մեկին ունենալու մասին, ում հետ կգիսի մայրության պատասխանատվություն ու բերկրանքը, որ Մանեն գունենա հայրական կերպար, իսկ Նարեն գուցե քույրիկ։ Բայց երազանքները կարող են վտանգավոր լինել, երբ կառուցվում են անկայուն հիմքերի վրա։ Եվ Անին գիտեր, որ վերջիվերջո ստիպված կլինի ընտրել պահել իր գաղտնիքը պաշտպանել երջանկության իր նոր հնարավորությունը, թե ասել ճշմարտությունը ռիսկի դիմել գործնելու ամեն ինչ։ 3 օր անց Անին կանգնած էր հաղթանակի զբոսայգու մուտքի մոտ հետելով, թե ինչպես է Մանեն ոգորված վազում դեպի խաղահրապարակը, մինչդեռ ինքը աչքերով փնտրում էր Արամին։ Հանգստյան օրերը եկել էին սպասումներով հուզմունքով բեռնված, հաղորդագրություններով խոսելը մի բան էր, բայց նորից հանդիպելը, այս անգամ 2 դուստրերի հետ, իրավիճակը բոլորովին այլ մակարդակի էր բարձրացնում։ Արամը հայտնվեց քայլելով նրա ուղղությամբ բռնած մի հնգամյա աղջկա ձեռքը, ում Անին անմիջապես ճանաչեց որպես Նարեի, երեխան ուներ հոր նույն մուծ աչքերը մի ամոթխած ժպիտ, որը նրան իր տարիքից ավելի մեծ էր ցույց տալիս։ Նա հագել էր վարդագույն զգեստ ասեղնագործված փոքրիկ ծաղիկներով, ձեռքին բռնել էր օգտագործումից գունաթափված մի թավշյա արջուկ։ Անի, սա Նարեն է, ասաց Արամը, երբ մոտեցան, Նարե, հիշում ես, որ պատմել էի քեզ Անի Մանեի մասին։ Նարեն զուսպ գլխով արեց մի փոքր թաքնվելով հոր ոտքերի հետում։ Ակնհայտ էր, որ նա հուզված էր հանդիպումից, բայց նա հետաքրքրված էր իրենց կյանքում հայտնված նոր մարդով։ Անին գրացավ, որպեսզի լինի աղջկա հասագին մի ժեստ, որը նա կատարելագործել էր 2 տարի Մանեի հետ շփվելով։ Ողջույն Նարե, ինչ սիրուն արջուկ ունես, անունն ինչ է։ Բոբո, կամաց պատասխանեց Նարեն ավելի ամուր գրգելով խաղալիքը, մայրիկս է նվիրել։ Անին զգաց, թե ինչպես սիրտը սեղմվեց մահացած մոր բնական հիշատակումից։ Նա արագ նայեց Արամին, ով գրեթե աննկատ գլխով արեց հաստատելով, որ Նարեն դեռ խոսում է մոր մասին ներկա ժամանակով, ինչպես շատ երեխաներ են անում գորուստը հաղթահարելիս։ Ինչ հրաշալի անուն է արջուկի համար, մեղմ պատասխանեց Անին, Մանեն այնտեղ խաղալիքների մոտ է, կցանկանայիր ծանոթանալ նրա հետ։ Նարեն նայեց հորը, ով ժպիտով քաջալերեց նրան։ Միասին նրանք քայլեցին այնտեղ, որտեղ Մանեն փորձում էր բարձրանալ ճոճանագի վրա ակնհայտորեն հիասթափված, որ շատ փոքր է դա միայնակ անելու համար։ Ողջույն, ասաց Նարեն տատանվելով մոտենալով, օգնություն պետք է։
Մանեն անմիջապես շրջվեց, նրա աչքերը փայլեցին մեկ այլ երեխայի տեսնելիս։ Այո, ես դեռ շատ փոքրիկ եմ։ Այն, ինչ տեղի ունեցավ հետո, զարմացրեց թե Անին, թե Արամին, երկու աղջիկները ակնթարթորեն կապվեցին միմյանց հետ, կարծես տարիների ընկերներ լինեին, Նարեն, չնայած իր սկզբնական ամոթխածությանը, բնականորեն ստանձնեց մեծ քրոջ դերը օգնելով Մանեին խաղալիքների հարցում հորինելով խաղեր, որոնց երկուսն էլ կարող էին մասնակցել։ Մի քանի րոպե անց նրանք միասին վազվզում էին այգում ջչալով ու ձիձաղելով այն անսպար էներգիայով, որը միայն երեխաներն ունեն։ Նրանք լավ լեզու գտան, նկատեց Արամը նստելով Անի գողքին խաղահրապարակի մոտ գտնվող նստարանին, նրա ձայնի մեջ թեթության զգուշության խառնուրդ կար։ Ավելի լավ, քան պատկերացնում էի, պատասխանեց Անին հետելով աղջիկների խաղին։ Նարեն յուրահատուկ աղջիկ է, շատ հասուն իր տարիքի համար։ Նա ստիպված է շատ արագ մեծանալ, լուր ասաց Արամը աչքը չկտրելով աղջիկներից, երբեմն անհանգստանում եմ արդյոք չեմ թերանում նրա հարցում։ Արդյոք նա չպետք է պարզապես երեխա լինի, այլ ոչ թե հոգ տանի նա հոր մասին։ Անին ճանաչեց մեղքի զգացումը նրա ձայնի մեջ, դա նույնն էր, ինչ ինքն էր զգում Մանեի հանդեպ անընդհատ հարցնելով իրեն արդյոք իր ընտրությունները ճիշտ են, արդյոք բավարար բան է ապահովում փոքրիկի համար, արդյոք չպետք է այլ կերպ վարվեր։ Դու հրաշալի հայր ես, ասաց նա թեթագի դիպչելով նրա թին, ցանկացած մարդ կարող է տեսնել, թե որքան է Նարեն քեզ սիրում իրեն ապահով զգում քեզ հետ։ Արամը ժպտաց, բայց դա լիովին համոզված ժպիտ չէր։ Լինում են օրեր, երբ հավատում եմ դրան, եւ լինում են օրեր, երբ ինձ լիովին գոռաց եմ զգում։ Մենք բոլորս էլ այդպես ենք զգում, պատասխանեց Անին, դրա համար ուղեցույց չկա, հատկապես երբ դա անում ենք միայնակ։ Նրանք մի քանի պահ մնացին հանգիստ լռության մեջ հետելով, թե ինչպես են երեխաները հերթով սահում սահնակով։ Անին մտածում էր արդյոք Արամն էլ է զգում այդ տարօրինակ մտերմությունը։ Կարծես նրանք ոչ թե երկու անծանոթներ լինեին, որոնք փորձում են ճանաչել միմյանց, այլ երկու հոգի, ովքեր արդեն խորապես հասկանում են միմյանց։ Կարող եմ քեզ մի բան հարցնել, Արամն ասաց տատանվելով։ Անին զգաց, թե ինչպես սիրտն ակնթարթորեն արագացավ։ Ահա այն հարցը, որին նա սպասում էր ծանոթության առաջին օրից, հարցը իր Մանեի միջ ակնհայտ ֆիզիկական տարբերությունների մասին, փոքրիկի կյանքում հոր բացակայության մասին, այն ամբողջ պատմության մասին, որից նա խնամքով խուսափում էր։ Իհարկե, պատասխանեց նա փորձելով հավասարակշռված պահել ձայնը։ Ինչպես ես հասցնում, տանից աշխատել փոքր երեխայի հետ, Նարեն ցերեկը դպրոցում է լինում, բայց նույնիսկ այդպես երբեմն զգում եմ, որ չեմ հասցնում ամեն ինչ։ Անին մեծ թեթություն զգաց, հարցը գործնական էր, ոչ թե հետաքննող, անկեղծ ասած ժամանակի մեծ մասը չեմ հասցնում։ Նյարդայնացած ծիծաղեց նա, աշխատում եմ նրա քնած ժամանակ, գիշերները հանգստյան օրերին, իդեալական չէ, բայց ստացվում է։ Եվ երբեք չես զգում, որ բաց ես թողնում կարոր պահերը նրա հետ։ Ամեն վայրկյան, խոստովանեց Անին, բայց նա գիտեմ, որ պետք է աշխատեմ նրան պահելու համար։ Դա այն անհնարին հավասարակշռությունն է, որը բոլոր միայնակ մայրերը փորձում են գտնել։ Արամը հասկացողությամբ գլխով արեց, միայնակ հայրերի համար էլ է այդպես, հիվանդանոցում հերթափոխով եմ աշխատում, ուստի որոշ օրեր Նարեն դպրոցից հետո Հարանի մոտ է մնում։ Նա երբեք չի դժգոհում, բայց գիտեմ, որ գնախնդրեր, որ ես միշտ տանը լինեի։ Հենց այդ պահին Նարեն վազելով եկավ նրանց մոտ, իսկ նրան հետում էր Մանեն, երկուսն էլ շնչակտուր էին վազվզելուց կարմրած այտերով։ Պապա, կարող եմ Մանեին տանել լճի մոտ բադիկներին տեսնելու, հարցրեց Նարեն մատնացույց անելով այգու կենտրոնի լճակը, որտեղ մի քանի ընտանիքներ կերակրում էին բադերին։ Արամը նայեց Անին ստուգելով արդյոք ամեն ինչ կարգին է։ Կարող եք գնալ, բայց մնացեք այնտեղ, որտեղ մենք ձեզ կտեսնենք։ Աղջիկները ձեռք ձեռքի տված վազեցին, Նարեն զգուշորեն առաջնորդում էր Մանեին այգու արահետներով։ Դա մի պատկեր էր, որը ջերմացրեց Անի սիրտը, բայց նա լցրեց նրան տարօրինակ մելամաղձությամբ։ Մանեն երբեք չէր ունեցել մեծ քրոջ կերպար, մեկին, ով հոգ կտաներ իր մասին կպաշտպաներ, միշտ եղել էին միայն իրենք երկուսով կառուցելով իրենց փոքրիկ փակ աշխարհը։ Նրանք քույրերի են նման, նկատեց Արամը արձագանքելով Անի մտքերին։ Այո, մեղմ պատասխանեց նա, Նարեն հրաշալի քույր կլիներ ցանկացած երեխայի համար։ Մանեն նույնպես, նա վարագիչ էներգիա ունի, Նարեն ամիսներ շարունակ այսքան չէր ծիծաղել։ Նրանք ողջ կեսօրը անցկացրին այգում հերթով հետելով երեխաների խաղերին ունենալով ավելի ու ավելի մտերիմ զրույցներ։ Արամը պատմեց իր կնոջ մասին, թե ինչպես էր նա հանկարծակի հեռացել թոքաբորբի բարդություններից, որը ոչ ոք չէր սպասում, որ այդքան լուրջ կլինի, պատմեց Նարեի հետ միայնակ մնալու առաջին ամիսների մասին, թե ինչպես էին երկուսով ստիպված եղել սովորել ապրել առանց նրա, թե ինչպես դեռ լինում էին դժվար օրեր։ Անին գիսվեց միայնակ մայր լինելու մարտահրավերներով, իր համար ժամանակ գտնելու դժվարությամբ, այն մասին, թե ինչպես էր երբեմն իրեն անտեսանելի զգում մեծահասակների աշխարհի համար, կարծես իր ինքնությունը լիովին գլանվել էր մայրության կողմից, բայց նա չխոսեց այն մասին, թե ինչպես Մանեն հայտնվեց իր մոտ, չհիշատակեց քրոջը, ով հեռացել էր թողնելով մի խոստում մի փոքրիկ երեխա։ Չպատմեց հիվանդանոցում կայացրած իր որոշման մասին գրգելով մի երեխայի, ով կենսաբանորեն իրենը չէր, բայց ակնթարթորեն դարձել էր իր ողջ աշխարհը։ Երբ Արը սկսեց մայր մտնել, երեխաներն ակնհայտորեն հոգնած էին, բայց չէին ցանկանում ավարտել հանդիպումը։
Նարեն գրգել էր Մանեին, կարծես նա հին ընկեր լիներ, իսկ Մանեն սկսեց քթի տակ լաց լինել, երբ իմացավ, որ պետք է գնան։ Կարող ենք նորից տեսնվել, հարցրեց Նարեն ուղիղ Անիին նշան, որ հաղթահարել էր իր սկզբնական ամոթխածությունը։ Եթե դուք ցանկանաք, պատասխանեց Անին նայելով Արամին, եւ եթե ձեր հայրիկը համաձայնի։ Ինչ կասեք վաղը միասին ընթրելու մասին, առաջարկեց Արամը, կարող եմ բոլորիս համար ուդելիք պատրաստել, խոհարար չեմ, բայց լավ լազանյա եմ սարքում։ Անին մի պահ տատանվեց, նրա տանը ընթրելը նշանակալի քայլ էր թվում, հայտարարություն, որ նրանք իսկապես փորձում են միասին ինչ-որ բան կառուցել։ Բայց նայելով Մանեին, ով բռնել էր Նարեի ձեռքը չէր ուզում բաց թողնել, Արամին, ում աչքերում անգեղծ հույս կար, նա որոշեց շարունակել ռիսկի դիմել։ Մեծ հաճույքով, պատասխանեց նա։ Տուն վերադառնալիս Մանեն անդադար խոսում էր Նարեի մասին, տեսած բադիկների մասին, այն մասին, թե ինչպես էր իր նոր ընկերուհին խոստացել հաջորդ օրը ցույց տալ իր խաղալիքները։ Առաջին անգամ էր, որ Անին տեսնում էր իր դստերը այդքան ոգորված մեկ ուրիշով, բացի իրենից։ Բայց մինչ Մանեն ուրախ շաղագրատում էր հետի նստատեղին, Անին պայքարում էր հակասական զգացմունքների հետ։ Մի կողմից նա հուզված էր ընդլայնված ընտանիք ստեղծելու հնարավորությունից, Մանեին քույր ունենալու փորձառություն տալուց, իր համար մի զուգընկեր ունենալուց, ով հասկանում էր միայնակ ծնողության դժվարությունները։ Մյուս կողմից իր գաղտնիքի ծանրությունը կարծես աճում էր մտերմության ամեն պահի հետ։ Արամը հենց այնպիսի տղամարդ էր երում, որպիսին նա երազել էր հանդիպել բարի, դստերը նվիրված, կյանքի բարդությունների հանդեպ հասկացող։ Բայց որքան շատ ժամանակ էին անցկացնում միասին, այնքան նա հասկանում էր, որ հարաբերություններ է կառուցում կիսաճշմարտությունների հիմքի վրա։ Ինչ կլինի, երբ նա իմանա, որ Մանեն գենսաբանորեն իր դուստրը չէ, երբ իմանա, որ այդ հրաշալի երեխան իր կյանք է եկել ողբերգական հանգամանքների բերումով, որոնք ինքը խնամքով թաքցնում է, երբ հասկանա, որ ինքը որոշել է երեխա մեծացնել հարգելու համար հիվանդանոցի մահճակալին տված խոստումը քրոջը, ով շատ վաղ հեռացավ կյանքից։ Արդյոք Արամը կկարողանա ընդունել այդ ճշմարտությունը, թե կփախչի, ինչպես ուրիշներն էին արել, երբ իմացել էին, որ իր ընտանիքը չի տեղավորվում հասարակության սպասած ավանդական գաղափարների մեջ։ Անին սովորել էր, որ ոչ բոլորն են պատրաստ ընդունել մի մոր, ով մայրություն ընտրել է ոչ պաշտոնական որդեգրման միջոցով, հատկապես երբ այդ որդեգրումը բեռնված էր կորուստներով դժվար բացատրելի հանգամանքներով։ Հետադարձ հայելու մեջ նայելով Մանեին, ով վերջապես քնել էր ուրախությամբ նորություններով լի օրվանից հետո, Անին որոշում կայացրեց, նա կվայելի երջանկության յուրաքանչյուր պահը, որն այս նոր հարաբերությունները կարող են առաջարկել, բայց իր սիրտը պաշտպանված կպահի, նա չէր կարող թույլ տալ, որ Մանեն չափից շատ կապվի Արամի Նարեի հետ միայն նրա համար, որ հետո ստիպված լինի բացատրել, թե ինչու են նրանք անհետացել իրենց կյանքից։ Ճշմարտությունը կունենա իր ժամանակն ու տեղը, առայժմ նա պարզապես կփորձի երջանիկ լինել թույլ տալ իր դստերը զգալ ընդլայնված ընտանիք ունենալու բերկրանքը, նույնիսկ եթե դա ժամանակավոր լինի։ Արամի տունը գտնվում էր Երանի ծայրամասի հանգիստ թաղամասերից մեկում աջափնյակում, մի վայր, որտեղ տները փոքրիկ բագեր ունեին, իսկ երեխաները դեռ խաղում էին փողոցում առանց մշտական հսկողության։ Դա մի պարզ, երկու սենյականոց կառույց էր դիմացի պատշգամբով, որն ավելի լավ օրեր էր տեսել։ Անին անմիջապես նկատեց շտապ վերակազմավորված կյանքի նշանները։ Թեթագի անտեսված պարտեզ, որոշ տեղերում թափված ներք, կահույքի դասավորություն, որն ավելի շատ գործնական էր, քան գեղեցիկ։ Երբ Արամը բացեց դուռը, հալված պանրի կանաչիների բույրը լցրեց օդը խառնվելով Նարեի ձայնին, ով տան ինչ-որ անկյունում ոգորված ինչ-որ բան էր բացատրում Մանեին։ Նա գրում էր մի գոգնոց, որի վրա գունաթափված տարերով գրված էր աշխարհի լավագույն խոհարարը, ակնհայտորեն Նարեի նվերը հայրերի տոնի առթիվ։ Բարի գալուստ կազմակերպված քավոս, ասաց նա ժպտալով համբուրելով Անիի այտը։ Այդ պարզ ու բնական ժեստը ստիպեց Անիի սրտին այնպես բաբախել, ինչպես նա տարիներ շարունակ չէր զգացել։ Հրաշալի հոտ է գալիս, պատասխանեց Անին նրան մեկնելով իր պատրաստած աղանդերը շոկոլադե տորթը, որն իր մասնագիտությունն էր, որտեղ կարող եմ թողնել Մանեի պայուսակը։ Նարե, կանչեց Արամը, արի Մանեին ցույց տուր, թե որտեղ կարող է դնել իր իրերը։ Աղջիկները վազելով հայտնվեցին բագից երկուսն էլ թեթագի հողոտված լայն ժպիտներով։ Նարեն լիովին ստանձնել էր տանտիրուհու դերը բռնելով Մանեի ձեռքը տան մեջ նրան առաջնորդելով այնպես, կարծես հին ընկերներ լինեին։ Մանե, արի սենյակս տես, ասաց Նարեն փոքրիկին քաշելով դեպի աստիճանները։ Ես մի տնակ ունեմ տիկնիկների համար, որը մայրիկս է պատրաստել ինձ համար։ Անին սրտի ձակոց զգաց լսելով, թե ինչպես է Նարեն այդքան բնական հիշատակում մորը։ Երեխան ակնհայտորեն դեռ մշակում էր կորուստը մահացած մորը ներառում էր առօրյա գործողությունների մեջ, կարծես նա դեռ ներկա լիներ, դա հուզիչ էր միաժամանակ տխուր։ Նարեն դեռ խոսում է մոր մասին ներկա ժամանակով, մեղմ բացատրեց Արամը նկատելով Անիի հայացքը։ Հոգեբանն ասաց, որ դա նորմալ է, մենք պետք է թույլ տանք, որ նա իր ժամանակի մեջ հաղթահարի դա։ Իհարկե, համաձայնեց Անին, պետք է որ դժվար լինի ձեզ երկուսիդ համար էլ։ Արամը գլխով արեց խառնելով լազանյայի սոուսը, որոշ օրեր ավելի լավ են, քան մյուսները, Նարեն երբեմն մղձավանջներ է տեսնում, ես անգեղծորեն միշտ չէ, որ գիտեմ ինչպես օգնել, զգում եմ, որ ժամանակի մեծ մասը խարխափում եմ մթության մեջ։ Անին խոհանոցում մոտեցավ նրան հետելով, թե ինչպես է նա պատրաստում։
Այդ տնային տեսարանի մեջ ինչ-որ սփոփիչ բան կար, մեկի տանը լինելու, ընտանեկան առօրյային մասնակցելու մտերմության մեջ, որքան ժամանակ էր անցել այն պահից, երբ նա իրեն ընդլայնված ընտանիքի մաս էր զգացել։ Դու անում ես այն ամենը, ինչ կարող ես, ասաց նա, Նարեն երջանիկ ապահով աղջիկ է, դա շատ բան է ասում քո որպես հոր մասին։ Որոշ օրեր հավատում եմ դրան, պատասխանեց Արամը արձագանքելով այգում ասած իր խոսքերին։ Իսկ այլ օրեր հարցնում եմ ինքս ինձ արդյոք նա ավելի լավ չէր լինի լիարժեք ընտանիքում, մայրական կերպարի ներկայությամբ։ Զրույցը վտանգավոր կերպով մոտենում էր այն տարածքին, որն Անին անհանգստացնում էր։ Լիարժեք ընտանիք, մայրական կերպար հիշատակումները ստիպում էին նրան մտածել այն բոլոր ձերի մասին, որոնցով իր սեփական ընտանիքը չէր տեղավորվում ավանդական գաղափարների մեջ։ Լիարժեք ընտանիքը մարդկանց քանակի մասին չէ, զգուշորեն ասաց նա, դա սիրո ապահովության մասին է, Նարեն դա ունի քեզ հետ։ Արամը ժպտաց, բայց նրա աչքերում Անին կասկած տեսավ, ակնհայտ էր, որ նա դեռ պայքարում էր որպես միայնակ հայր իր համապատասխանության հարցերի հետ, թե արդյոք ինքը բավարար է դստեր համար, թե արդյոք պետք է ակտիվորեն զուգընկեր փնտրի Նարեին մայրական կերպար տալու համար։ Աղջիկները վազելով իջան ընթրիքի ընդհատելով լարվածության պահը։ Մանեն ձեռքին բռնել էր մի տիկնիկ, որը Նարեն ակնհայտորեն տվել էր նրան, երկուսն էլ ոգորված շաղակրատում էին իրենց բացահայտած խաղալիքների մասին։ Պապա, Մանեն երբեք տիկնիկների դնակ չի ունեցել, հայտարարեց Նարեն, երբ նստեցին սեղանի շուրջ, կարող ենք մեկն էլ իր համար սարքել։ Արամը նայեց Անիին ստուգելով արդյոք տեղին է նման խոստում տալը։ Դե, դա կախված է Մանեի մայրիկից։ Խնդրում եմ, մայրիկ, աղերսեց Մանեն օգտագործելով այն տոնը, որը Անին լավ գիտեր հազվադեպ էր կարողանում դիմադրել։ Կտեսնենք, դիվանագիտորեն պատասխանեց Անին, ճշմարտություն այն էր, որ նա ոչ ձեռքի հմտություն ուներ տնակ սարքելու համար, ոչ էլ գումար գնելու այնպիսի շքեղ տնակ, ինչպիսին Նարեն ուներ, եւս մեկ անգամ նա հայտնվեց մի իրավիճակում, որտեղ որպես միայնակ մայր իր սահմանափակումներն ակնհայտ դարձան։ Լազանյան համեղ էր, Արամը ակնհայտորեն ջանք էր թափել հատուկ ընթրիք պատրաստելու համար։ Նա նույնիսկ երեխաների համար բանջարեղենը զվարճալի ձերով էր կտրատել սեղանը զարդարել գունավոր անձեռոցիկներով։ Ակնհայտ էր, որ նա ցանկանում էր տպավորություն թողնել, որ այս ընթրիքը նրա համար նույնպես կարևոր նշանակություն ուներ։ Ընթրիքի ժամանակ Նարեն պատմություններ էր պատմում դպրոցի մասին, իր ընկերների մասին, այն մասին, թե ինչպես է Մանեին սովորեցրել խորանարդիկներով աշտարակներ սարքել։ Մանեն, ով սովորաբար ամաչում էր նոր մարդկանցից, իրեն լիովին ազատ էր զգում ծիծաղելով Նարեի կատակների վրա փորձելով ընդօրինակել նրա մեծ աղջկա շարժուձերը։ Նարեն հրաշալի մեծ քույր է, նկատեց Անին հետելով, թե ինչպես է աղջիկը զգուշորեն օգնում Մանեին գտրել ուտելիքը։ Նա միշտ էլ ցանկացել է քույր կամ եղբայր ունենալ, պատասխանեց Արամը, մենք։ Կինս ես փորձում էինք երկրորդ երեխան ունենալ, երբ նա հիվանդացավ։ Անհարմար լռության պահ տիրեց, Անին նկատեց, որ Արամը դեռ կնոջը հիշատակում էր որպես կինս, այլ ոչ թե նախկին կինս կամ Նարեի մայրը։ Ակնհայտ էր, որ սգի գործընթացը դեռ շարունակվում էր, որ նա դեռ իրեն տեսնում էր որպես ամուսնացած տղամարդ, ով կորցրել է իր զուգընկերոջը, այլ ոչ թե որպես միայնակ տղամարդ, ով պատրաստ է նոր հարաբերությունների։ Ցավում եմ, մեղմ ասաց նա։ Շնորհակալություն, դա երբեմն բարդ է, Նարեն խոսում է նոր մայրիկ ունենալու մասին, բայց ես չգիտեմ արդյոք պատրաստ եմ դրան, արդյոք երբ է պատրաստ կլինեմ։ Այդ խոսքերը Անիի համար ապտակի պես էին։ Ահա նա սկսել էր երազել նրա հետ ընտանիք կազմելու հնարավորության մասին, իսկ Արամը հենց նոր խոստովանեց, որ գուցե երբեք պատրաստ չլինի նոր զուգընկերոջ համար, որ նա դեռ հիմնարար կերպով կապված է իր մահացած կնոջ հետ։ Իհարկե, կարողացավ ասել նա փորձելով պահել սովորական տոնը։ Յուրաքանչյուր մարդ իր ժամանակն ունի նման բաները հաղթահարելու համար։ Ընթրիքից հետո, մինչ աղջիկները խաղում էին հյուրասենյակում, Արամն ու Անին միասին լվացին ամանները։ Դա պարզ գործողություն էր, բայց դրա մեջ մի մտերմություն կար, որը Անին տարիներ շարունակ չէր զգացել։ Նա լվանում էր, ինքը սրբում, նրանք խոսում էին սովորական բաներից, կարծես վաղեմի զույգ լինեին։ Շնորհակալություն գալու համար, ասաց Արամը, երբ դասավորում էին ափսեները, Նարեն ամիսներ շարունակ այսքան ոգորված չէր եղել որե բանով։ Մանեն նույնպես հաճույք է ստանում ընկերուհի ունենալուց, պատասխանեց Անին, նա իր տարիքի շատ ընկերներ չունի։ Ինչո՞։ Հարցն անմեղ էր, բայց բացում էր դռներ, որոնք Անին նախընտրում էր փակ պահել, ինչպես բացատրել, որ խուսափում էր հասարակական միջոցառումներից, որտեղ մյուս մայրերը հարցեր էին տալիս Մանեի հոր մասին, ինչպես պատմել, որ իրեն անապահով էր զգում այն միջավայրերում, որտեղ իրենց տարբերություններն ակնհայտ էին դառնում։ Դժվար է սոցիալական կապեր հաստատել, երբ տանից ես աշխատում, շեղեց նա թեման, իսկ մանկապարտեզները թանկ են։ Արամը հասկացողությամբ գլխով արեց, բայց նա տեսավ, որ Արամը նկատեց պատասխանի խուսափողական լինելը։ Նա խելացի տղամարդ էր ակնհայտորեն նկատել էր, որ Անին խուսափում էր իր կյանքի մասին որոշակի հարցերից։ Երբ եկավ հեռանալու ժամանակը, Մանեն բուրն գերպով բողոքեց, նա այնքան էր կապվել Նարեի տան ջերմ մթնոլորտի հետ, որ չէր ցանկանում վերադառնալ իրենց փոքրիկ բնակարանը։ Կարող ենք վաղը նորից գալ, հարցրեց նա, մինչ Արամը օգնում էր նրան հագնել գոշիկները։ Կտեսնենք, պատասխանեց Անին, բայց նրա տատանումն ակնհայտ էր, ամեն ինչ շատ արագ էր զարգանում։
Նա զգում էր, որ գործնում է իրավիճակի վերահսկողությունը, որ թե ինքը, թե Մանեն կապվում էին մի ընտանիքի հետ, որը գուցե չկարողանար իրականում ընդունել իրենց մասին ճշմարտությունը։ Իսկ եթե գիրագի օրը գաք ճաշի, առաջարկեց Արամը, հետո կարող ենք աղջիկներին կենդանաբանական այգի տանել։ Անին նայեց երկու երեխաների հուսառատ դեմքերին Արամի անգեղծ հետաքրքրված հայացքին, ինչպես կարող էր ոչ ասել, ինչպես կարող էր զրկել Մանեին ընդլայնված ընտանիք ունենալու այդ փորձառությունից, ինչպես կարող էր ինքն իրեն զրկել այս բարի նվիրված տղամարդու հանդեպ իր զգացմունքները շարունակել բացահայտելու հնարավորությունից։ Լավ, համաձայնեց նա գիտակցելով, որ ավելի խորն է մտնում վտանգավոր ջրերի մեջ։ Տան ճանապարհին Մանեն արագ քնեց հոգնած օրվա հուզմունքից, անին վարում էր մեքենան Երանի փողոցներով մտածելով իր իրավիճակի հակասությունների մասին։ Մի կողմից նա երբեք այսքան երջանիկ հուսադրված չէր եղել ապագայի հանդեպ։ Արամը հենց այնպիսի տղամարդ էր, որպիսին նա երազել էր գտնել, իսկ Նարեն Մանեի համար քրոջ պես էր դառնում։ Մյուս կողմից նա իրեն զգում էր այնպես, կարծես ստի մեջ ապրեր, Արամը լիովին անգեղծ էր եղել իր իրավիճակի մասին։ Նա այրի էր, դեռս հաղթահարում էր գորուստը, վստահ չէր արդյոք պատրաստ է նոր հարաբերությունների, մինչդեռ ինքը թաքցնում էր իր սեփական կյանքի հիմնարար կողմերը, այն մասին, թե ինչպես է Մանեն հայտնվել իր մոտ, այն հանգամանքների մասին, որոնք ստիպել էին իրեն դառնալ միայնակ մայր։ Եվ հետո գար այն հարցը, որն ավելի ու ավելի էր տանջում նրան։ Այն հարցերը, որոնք Մանեն սկսել էր տալ իր ծագման մասին, փոքրիկը դառնում էր ավելի դիտողունակ, ավելի հետաքրքրասեր այն մասին, թե ինչու ինքը նման չէ իր մայրիկին, ինչու հին ալբոմներում չկային իր լուսանկարները որպես նորածին, ինչու չկային պատմություններ այն մասին, թե երբ է ինքը ծնվել։ Ինչպես էր նա այդ ամենը բացատրելու Արամին, երբ ժամանակը գար, ինչպես էր պատմելու քրոջ մասին, ով հեռացել էր թողնելով խոստում մի երեխա, ինչպես էր նկարագրելու իր կայացրած որոշումը մեծացնել Մանեին որպես իր սեփական դուստր ոչ թե պարտքի զգացումից դրդված, այլ անսահման ակնթարթային սիրուց։ Հետադարձ հայելու մեջ նայելով խաղաղ քնած Մանեին անին լուր խոստում տվեց. նա կպաշտպանի իր դստերը ցանկացած ցավից, նույնիսկ եթե դա նշանակի հրաժարվել սեփական երջանկությունից, նա ապահով աշխարհ էր կառուցել իրենց երկուսի համար, թույլ չէր տա, որ որե բան կամ որե մեկը սպառնա այդ ապահովությանը։ Բայց մինչ նա կայանում էր իրենց շենքի դիմաց, չէր կարողանում դադարել մտածել Արամի տանը լինելու զգացողության մասին, ավելի մեծ ընտանիքի մաս կազմելու, Մանեին այդքան երջանիկ հանգիստ տեսնելու մասին։ 2 տարվա մեջ առաջին անգամ նա տեսել էր, թե ինչպիսին կարող էր լինել իրենց կյանքը ավելի լիարժեք, ավելի ուրախ։ Հարցը, որն այդ գիշեր նրան արթուն կպահեր, պարզ էր։ Հնարավոր կլիներ Արամին Նարեին պահել իրենց կյանքում առանց ողջ ճշմարտությունը բացահայտելու, թե վերջիվերջո նա ստիպված կլիներ ընտրել անգեղծության այն ընտանիքը կազմելու հնարավորության միջ, որը թե Մանեն, թե ինքը թվում էր, թե խորապես ցանկանում էին։ Կիրագին եկավ արոտ առավոտով, որը խոստանում էր կատարյալ օր կենդանաբանական այգու համար։ Անին Մանեին հագցրեց վարդագույն մի հավաքածու, որը նրան ավելի սիրուն էր դարձնում։ Մազերը 2 պոչիկ արեց 3 անգամ ստուգեց արդյոք պայուսակի մեջ դրել է բոլոր անհրաժեշտ իրերը պահեստային տակտիրներ, անձեռոցիկներ, արապաշտպան քսուկ, ուտելիք Մանեի սիրելի արջուկը, որն առանց դրա ոչ մի տեղ չէր գնում։ Երբ հասան Արամի տուն, Նարեն արդեն սպասում էր պատշգամբում դեղին զգեստով փոքրիկ ուսապարկով։ Նա վազեց ողջունելու Մանեին, կարծես շաբաթներով չէին տեսնվել, նրանք անմիջապես սկսեցին շաղակրատել այն մասին, թե որ կենդանիներին են ուզում առաջինը տեսնել։ Ինչ որ մեկը շատ ոգորված է, նկատեց Արամը ողջունելիս համբուրելով Անիի այտը։ Նա գրում էր կապույտ շապիկ, որն ընդգծում էր նրա աչքերը, ջինսե տաբատ, որը նրան ավելի երիտասարդ անկաշկանդ էր ցույց տալիս, քան հիվանդանոցում։ Երկուսն էլ 3 հազիվ են քնել, ծիծաղեց Անին։ Մանեն 3 անգամ արթնացել է հարցնելով, թե արդյոք արդեն արյուծներին տեսնելու ժամանակն է։ Ճաշի ժամանակ Արամը պատրաստեց պարզ, բայց սննդարար սենդվիչներ դրանք կտրատելով զվարճալի ձերով, ինչը ծիծաղեցրեց աղջիկներին։ Անին հետում էր, թե ինչպես է նա բնականորեն ուշադրություն դարձնում Մանեին հիշելով նրա սննդային նախասիրությունները, օգնելով նրան խմել ձողիկով, սրբելով նրա բերանը նույն համբերատարությամբ, որը ցուցաբերում էր Նարեի նկատմամբ։ Անհնար էր չնկատել, թե որքան հրաշալի հայր կլիներ Արամը Մանեի համար, փոքրիկն արդեն արձագանքում էր նրա խնամքին, կարծես նա բնական ներկայություն լիներ իր կյանքում նրան գոչելով Արամ Քերի փոքր բաների համար նրա հավանությունը փնտրելով։ Դա տեսնելը ջերմացնում էր Անի սիրտը, բայց նա ուժեղացնում էր նրա վախերը այն մասին, թե ինչ կլինի, երբ ճշմարտությունը ջրի երես դուրս գա։ Կենդանաբանական այգին լի էր կիրակնորյա հանգիստը վայելող ընտանիքներով, տարիների մեջ առաջին անգամ Անին իրեն այդ բնականոնության մաս զգաց, քայլելով Արամի գողքով, հետելով արջից վազող 2 աղջիկներին նա կարող էր մի քանի ժամ ծացնել, որ իրենք սովորական ընտանիք են առանց բարդությունների, առանց գաղտնիքների։ Նարեն ստանձնել էր էքսկուրսավարի դերը Մանեին բացատրելով կենդանիների մասին հետաքրքիր փաստեր, որոնք նա սովորել էր նախորդ այցելությունների ժամանակ, դրանք ֆլամինգոներն են։ Մատնացույց արեց նա, նրանք վարդագույն են դառնում այն ուտելիքի պատճառով, որն ուտում են, մայրիկս է ինձ պատմել դա։ Նորից մահացած մոր բնական հիշատակումը։ Անին նկատեց, թե ինչպես էր Արամը թեթագի լարվում ամեն անգամ, երբ Նարեն խոսում էր կնոջ մասին, կարծես դեռս դժվար էր նրա համար լսել այդ հիշատակումները։
Ակնհայտ էր, որ սգի գործընթացը դեռ հեռու էր ավարտվելուց երկուսի համար էլ։ Նարեն շատ բան գիտի կենդանիների մասին, նկատեց Անին, մինչ նրանք հետում էին գապիկներին։ Նա մայրը ամիսը գոնե մեկ անգամ գալիս էին այստեղ, բացատրեց Արամը, դա նրանց սիրելի զբաղմունքն էր, ես շատ հանգստյան օրեր էի աշխատում բաց էի թողնում այդ զբոսանքները։ Նրա ձայնի մեջ մեղքի զգացում կար մի մարդու զղջումը, ով հիմա հասկանում էր կորցրած ժամանակը։ Անին ճանաչեց այդ զգացումը, որովհետև ինքն էլ էր գրում այն, թե այլ պատճառներով, քանի անգամ էր ինքն իրեն հարցրել արդյոք բավարար բան է անում Մանեի համար։ Արդյոք համապատասխան փորձառություններ է ապահովում 3 տարեկան երեխայի համար։ Երբ հասան ակվարիումին, Մանեն հիացած էր ապակու հետում լողացող գունավոր ձկներով։ Նա դեմքը սեղմեց ակվարիումին փորձելով դիպչել ձկներին, ծիծաղեց, երբ նրանք մոտեցան, կարծես պատասխանելով իրեն։ Մայրիկ, ինչու ես քո նման մազեր չունեմ, հանկարծ հարցրեց Մանեն դեռ ձկներին նայելով, բայց բավականաչափ բարձր, որ Արամն ու Նարեն լսեին։ Անին զգաց, թե ինչպես է արյունը սառչում երակներում։ Դա մի հարց էր, որը Մանեն վերջերս մի քանի անգամ տվել էր։ Բայց երբեք հրապարակավ, երբեք Արամի ներկայությամբ, նա զգում էր Արամի հայացքը իր վրա սպասելով մի պատասխանի, որը կբացատրեր մոր դստեր միջ ակնհայտ ֆիզիկական տարբերությունները։ Երբեմն դուստրերը նման չեն լինում մայրիկներին, զգուշորեն պատասխանեց Անին, նրա ձայնն ավելի լարված էր հնչում, քան նա կցանկանար, դու գեղեցիկ ես հենց այնպիսին, ինչպիսին գաս։ Բայց Նարեն Արամ քերու նման մազեր ունի, պնդեց Մանեն ցուցաբերելով մի դիտողունակություն, որը 3 տարեկան երեխայի համար թե տպավորիչ էր, թե մտահոգիչ, եւ աչքերն էլ են նույնը։ Արամը գրացավ Մանեի հասագին, մի պահ Անին մտածեց, որ նա տալու է այն հարցը, որից ինքը վախենում էր, փոխարենը նա մեղմորեն ասաց. Գիտես, Մանե, ընտանիքները լինում են տարբեր տեսակի, որոշ երեխաներ նման են լինում ծնողներին, ոմանք ոչ, կարորը սերն է։ Դա կատարյալ պատասխան էր դիվանագիտական բարի, բայց Անին տեսնում էր Արամի աչքերում, որ հարցերը ձավորվում էին։ Նա չափազանց խելացի էր անհամապատասխանությունները չընկատելու համար, չափազանց դիտողունակ չզգալու համար, թե ինչպես է Անին խուսափում Մանեի անցյալի մասին որոշակի հարցերից։ Զբոսանքի մնացած մասն անցավ առանց այլ անհարմար պահերի, բայց Անին իրեն զգում էր այնպես, կարծես քայլում էր ջարդված ապագիների վրայով, յուրաքանչյուր շփում, երեխաների յուրաքանչյուր անմեղ հարց, Արամի յուրաքանչյուր հարցական հայացք նրան ավելի էր նյարդայնացնում այն մասին, թե երբ ինչպես է ճշմարտությունն անխուսափելիորեն ջրի երես դուրս գալու։ Երբ կեսօրից հետո վերադարձան Արամի տուն, աղջիկները հոգնած էին, բայց երջանիկ, Նարեն նորից Մանեին ցույց տվեց իր սենյակը, այս անգամ առաջարկեց որոշ խաղալիքներ տալ նրան տուն տանելու համար։ Աղջկա առատաձեռնությունը խորապես հուզեց Անին, բայց նա ուժեղացրեց նրա տագնապը երեխաներին ավելի ու ավելի ներգրավելու մի իրավիճակի մեջ, որը կարող էր կտրուկ ավարտվել։ Սուրճ կխմես, առաջարկեց Արամը, մինչ աղջիկները խաղում էին բակում։ Նստած պատշգամբում, հետելով, թե ինչպես է Նարեն Մանեին սովորեցնում ջոջվել փոքրիկ ջոջանագի վրա, որը Արամը տեղադրել էր դստեր համար, նրանք զրուցեցին օրվա մասին։ Արամը նկատեց, թե որքան լավ են աղջիկները լեզու գտնում, թե որքան ավելի ուրախ էր դարձել Նարեն Մանեին ճանաչելուց հետո, թե ինքն ինչքան ավելի հուսադրված էր զգում ապագայի հանդեպ։ Անի, ասաց նա տատանվելով, կարող եմ քեզ մի անձնական բան հարցնել։ Ահա այն պահը, որից նա վախենում էր ողջ օրը։ Անին զգաց, թե ինչպես սիրտն արագացավ, բայց գլխով արեց փորձելով հանգիստ ելալ։ Մանեի հայրը, նա որը կերպ ներգրավված է նրա կյանքում։ Դա արդարացի հարց էր, հատկապես հաշվի առնելով, որ նրանք ակնհայտորեն լուրջ հարաբերություններ էին զարգացնում։ Անին պատրաստել էր այդ հարցի պատասխանի մի քանի տարբերակ, բայց հիմա, նայելով Արամի անկեղծ աչքերին, բոլորն էլ անհամապատասխան էին թվում։ Ոչ, վերջապես պատասխանեց նա երբեք ներկա չի եղել։ Տեխնիկապես դա սուտ չէր, Մանեն երբեք չէր ճանաչել իր կենսաբանական հորը, ով թողել էր Անիի քրոջը հղի վիճակում լիովին անհետացել էր։ Բայց դա նա ամբողջական ճշմարտությունը չէր, իսկ Արամն արժանի էր ավելին, քան կիսաճշմարտությունները։ Դա պետք է որ դժվար լիներ քեզ համար, հասկացողությամբ ասաց Արամը, երեխային ծննդյան պահից լիովին միայնակ մեծացնելը։ Անին դժվարությամբ կուլ տվեց թուքը, Արամի համագրանքի յուրաքանչյուր խոսք ստիպում էր նրան ավելի վատ զգալ իր թաքցրածի համար։ Նա փորձում էր հասկացող լինել մի իրավիճակի հանդեպ, որը նույնիսկ լիովին չէր պատկերացնում։ Դա մարտահրավեր էր, խոստովանեց նա, բայց Մանեն միշտ էլ հեշտ երեխա է եղել։ Նա յուրահատուկ է, համաձայնեց Արամը հետելով, թե ինչպես է փոքրիկը ծիծաղում, երբ Նարեն նրան հրում էր ճոճանագի վրա։ Դուք երկուստ հրաշալի կապ ունեք։ Եթե նա իմանար, մտածեց Անին, որ այդ կապը չէր սկսվել ծննդյան պահից, այլ հիվանդանոցում, երբ նա առաջին անգամ գրկեց մի որբ երեխայի ակնթարթորեն հասկացավ, որ կանի ամեն ինչ նրան պաշտպանելու համար։ Եթե նա իմանար առաջին ամիսների անքուն գիշերների մասին ոչ միայն լացող նորածնի պատճառով, այլ գործրած քրոջ սգի երեխային մեծացնելու ճնշող պատասխանատվության պատճառով։ Արամ, սկսեց նա զգալով, որ գուցե ժամանակն է գոնե սկսել ճշմարտության մի մասը բացահայտել։ Պապա, գոռաց Նարեն բագից, Մանեն ձունկը վնասեց։ Պահն անցավ, Արամը վազեց ստուգելու աղջիկներին, երբ վերադարձավ Մանեին գրկած սրբելով փոքրիկ քերծվածքը համբուրելով ցավն անցկացնելու համար,
մտերիմ զրույցի հնարավորությունն անհետացել էր։ Ավելի ուշ տուն վերադառնալիս Մանեն քնել էր հետի նստատեղին գրկած փոքրիկ թավշյա առյուծը, որը Նարեն պնդել էր, որ նա տանի իր հետ, անին հետադարձ հայելու մեջ նայեց իր խաղաղ քնած դստերը զգաց սիրո, վախի ու մեղքի բարդ խառնուրդ։ Մանեն ակնհայտորեն ծաղկում էր ընդլայնված ընտանիքի ուշադրությունից, իր փոքրիկ կյանքում առաջին անգամ նա ուներ հայրական կերպար, իր տարիքի ընկերուհի, միայն իրենց երկուսից ավելի մեծ մի բանի պատկանելու զգացողություն, ինչպես կարող էր անին զրկել դստերը դրանից։ Բայց մինույն ժամանակ ինչպես կարող էր շարունակել կառուցել այս հարաբերությունները անկայուն հիմքերի վրա։ Արամը իսկապես կապվում էր թե իրեն, թե Մանեին, երեխաներն արդեն իրար քույրերի պես էին ընկալում, որքան շատ ժամանակ անցներ առանց ճշմարտությունը բացահայտելու, այնքան ավելի ցավոտ կլիներ վերջնական բացահայտումը բոլոր ներգրավվածների համար։ Եվ կային նա իր սեփական հուզական գարիքները, տարիներ շարունակ նա իրեն ցանկալի, գնահատված, իրական գործընկերության մաս չէր զգացել։ Արամը նրան նայում էր ոչ միայն որպես իրավասու մոր, այլ որպես հետաքրքիր գրավիչ կնոջ, նա հարցնում էր նրա կարծիքը, կիսում էր իր մտահոգությունները հայրության մասին, ստիպում էր նրան իրեն տեսնված գնահատված զգալ։ Կայանելով շենքի դիմաց անին քնած Մանեին բարձրացրեց վեր մտածելով այն ընտրությունների մասին, որոնք շուտով պետք է կատարեր, նա չէր կարող անվերջ շարունակել ապրել ուրախության տագնապի այս երկակյության մեջ։ Վերջիվերջո նա ստիպված կլիներ որոշել պատմել Արամին այն իրական հանգամանքների մասին, որոնք բերել էին Մանեին իր կյանք, ռիսկի դիմել գործնելու այն ամենը, ինչ կառուցել էին, թե գտնել աստիճանաբար հեռանալու միից, նախքան բոլորն ավելի խորը կվիրավորվեին։ Մանեին պարգեցնելով իր մահճակալին հետելով, թե ինչպես է նա քնած ամուր գրգել Նարեի առյուծը անին հասկացավ, որ որոշումը գուցե այլս լիովին իրենը չէ, երեխաներն արդեն ընտրել էին սիրել միմյանց որպես քույրեր, Արամն արդեն ցույց էր տվել, որ նրանց որպես ընտանիք է տեսնում։ Գուցե իրական հարցը ոչ թե այն էր արդյոք ինքը պետք է ասեր ճշմարտությունը, այլ այն թե երբ ինչպես անել դա այնպես, որ պաշտպաներ բոլոր ներգրավվածներին, հատկապես Մանեին, ով չէր խնդրել կրել մեծահասակների բարդությունների ծանրությունը։ Կենթանաբանական այգի այցելելուց 3 շաբաթ անց Անի առօրյան լիովին փոխվել էր, այն, ինչ սկսվել էր որպես պատահական հանդիպումներ, վերածվել էր մի հարաբերության, որտեղ Արամն ու Նարեն դարձել էին իրենց կյանքի անբաժանելի մասը, նրանք շաբաթական առնվազն 3 անգամ միասին էին ընթրում։ Աղջիկները հանգստյան օրերին քնում էին մեկը մյուսի տանը, Անին իրեն բռնացնում էր նրանց մասին որպես իսկական ընտանիքի մտածելիս։ Արամը սկսել էր օգնել նրան փոքրիկ գործնական հարցերում։ Նորոգեց նրա բնակարանի ձորակը, Մանեին տարավ բժշկի, երբ նա ջերմություն ուներ, իսկ Անին չէր կարողանում աշխատանքից դուրս գալ։ Նույնիսկ առաջարկեց իր տունը, երբ շոկի ժամանակ Անի օդորագիչը փչացավ։ Խնամքի յուրաքանչյուր ժեստ ստիպում էր Անին ավելի շատ սիրահարվել նրան, բայց նա ուժեղացնում էր մեղքի զգացումը իր թաքցրածի համար։ Ուրբաթ երեկո էր, երբ ամեն ինչ սկսեց փլուզվել, երեխաները խաղում էին Արամի բակում։ Մինչ նա Անին միասին ընթրիք էին պատրաստում մի զբաղմունք, որը դարձել էր սփոփիչ ծես։ Նարեն սովորեցնում էր Մանեին արածաղկի սերմեր տնկել փոքրիկ թաղարների մեջ, երկուսն էլ ոգորված խոսում էին այն մասին, թե ինչպես են ծաղիկները աճելու։ Մայրիկ, գոռաց Մանեն պատուհանից, Նարեն ասաց, որ բույսերը աճում են, որովհետև ունեն ծնող բույսերի սերմերը։ Ես էլ ունեմ քո սերմերից։ Այդ հարցը, որն ակնհայտորեն անմեղ էր, ստիպեց Անին վայր գցել ձեռքի գդալը։ Արամը մտահոգությամբ նայեց նրան նկատելով նրա անհամաչափ արձագանքը։ Իհարկե ունես, սիրելիս, պատասխանեց Անին փորձելով ձայնը հավասարակշռված պահել։ Բոլոր երեխաներն էլ ունենում են իրենց ծնողների հատկանիշները։ Բայց ես ընդհանրապես նման չեմ քեզ, պնդեց Մանեն հիմա արդեն կանգնած խոհանոցի դռան մոտ, ձեռքերը հողոտված, եւ քո ալբոմներում չկան իմ լուսանկարները, երբ ես փոքրիկ էի։ Խոհանոցում տիրող լռությունը խուլ էր։ Արամը դադարեցրել էր սուսը խառնելը, հերթով նայում էր Անին ու Մանեին ակնհայտորեն մշակելով 3 տարեկան երեխայի այդ տարօրինակ հասուն դիտարկումը։ Մանե, գնա ձեռքերդ լվա ընթրիքի համար, ասաց Անին, նրա ձայնն ավելի խիստ էր, քան սովորաբար։ Երբ փոքրիկը վազելով հեռացավ, Արամը շարունակեց պատրաստել, բայց Անին զգում էր նրա չձագերված հարցերի ծանրությունը։ Նա ակնհայտորեն սպասում էր, որ Անին որե բացատրություն կտա, բայց Անին չէր կարողանում գտնել բառեր, որոնք կլինեին ճշմարիտ առանց ամբողջությամբ բացահայտվելու։ Երեխաները երբեմն դժվար հարցեր են տալիս, ասաց նա վերջապես փորձելով սովորական հնչել։ Այո, համաձայնեց Արամը, բայց նրա տոնը զգուշավոր էր, Մանեն շատ դիտողունակ է իր տարիքի համար։ Ընթրիքի ժամանակ Նարեն փորձում էր զվարճացնել Մանեին պատմելով դպրոցական պատմություններ, բայց մթնոլորտը փոխվել էր։ Անին զգում էր, որ Արամն իրեն ուսումնասիրում է փորձելով վերծանել այն անհամապատասխանությունները, որոնք սկսել էր նկատել։ Այն բանից հետո, երբ երեխաները գնացին Նարեի սենյակ ֆիլմ դիտելու, Արամն ու Անին սուրճով նստեցին պատշգամբում։ Նրանց միջ տիրող լռությունը լարված էր, լի չտված հարցերով չտրված պատասխաներով։ Անի, սկսեց Արամը տատանվելով, կարող եմ քեզ մի բան ասել։ Նա գլխով արեց պատրաստվելով վատթարագույնին։ Ես սիրահարվել եմ քեզ, մեղմորեն ասաց նա, քեզ Մանեին, այս վերջին ամիսները ամենաերջանիկն էին, որ ես Նարեն ունեցել ենք Սոնային գործնելուց հետո։ Առաջին անգամ նա հիշատակել էր մահացած կնոջ անունը։
Սոնա, անին իրեն զգաց այնպես, կարծես կայծակահարված լիներ, ահա Արամը սեր էր խոստովանում հենց այն պահին, երբ նա իրեն ամենաշատն էր ստախոս զգում։ Արամ, սկսեց նա, բայց Արամն ընդհատեց նրան։ Գիտեմ, որ դեռ շուտ է, գիտեմ, որ իմ իրավիճակը բարդ է։ Սոնային գործնելը ստիպեց ինձ վախենալ նորից կապվելուց, վախենալ, որ Նարեն կկապվի մեկի հետ, ով կարող է անհետանալ։ Բայց դուք երկուստ մտաք մեր կյանք, ամեն ինչ ավելի պայծառ դարձավ։ Նրա խոսքերն այն ամենն էին, ինչ ինքը երազել էր լսել, բայց դրանք հնչեցին ամենադաժան պահին, ինչպես կարող էր պատասխանել, ինչպես կարող էր ասել, որ ինքն էլ է նրան սիրում, երբ գրում էր գաղտնիքներ, որոնք կարող էին կործանել ամեն ինչ։ Ես էլ եմ սիրահարվել, խոստովանեց նա բարերը դուրս թռան, նախքան նա կկարողանար կանգնեցնել դրանք, բայց Արամ, կան բաներ իմ մասին, իմ կյանքի մասին։ Պապա, գոռաց Նարեն տնից, Մանեն լաց է լինում։ Երկուսն էլ վազեցին ներս գտնելով Մանեին արցունքների մեջ Նարեի սենյակում։ Փոքրիկը մղձավանջ էր տեսել ինչ որ բան գորելու իր իսկական մայրիկին չգտնելու մասին։ Անին հանգստացրեց նրան պահելով գրկում մեղմ խոսքեր շշնջալով, բայց մղձավանջի բարերը արձագանքում էին նրա մտքում։ Նույնիսկ քնած ժամանակ Մանեն մշակում էր իր ծագման մասին հարցերը, որոնք սկսել էին ավելի սուր դրսորվել։ Երբեմն նա մղձավանջներ է տեսնում, բացատրեց Անին Արամին, մինչ օրորում էր Մանեին, փոքրուց այդպես է։ Դա ճշմարտություն էր, բայց ոչ ամբողջական ճշմարտությունը։ Մանեի մղձավանջները երբեմն ներառում էին հիշողության պատարիկներ, որոնք 3 տարեկան երեխան չպետք է ունենար հիվանդանոցի հիշողություններ, լացող ձայներ, միջավայրի կտրուկ փոփոխություններ, հոգեբանը, ում հետ Անին զգուշորեն խորհրդակցել էր, բացատրել էր, որ շատ փոքր տարիքում որդեգրված երեխաները երբեմն պահպանում են սկզբնական վնասվածքի զգայական տպավորությունները։ Արամը նրանց հետում էր գորովանքով, բայց Անին տեսնում էր նրա աչքերում կուտակվող հարցերը, ինչու պետք է 3 տարեկան երեխան կրկնվող մղձավանջներ տեսնի իսկական մայրիկի մասին, ինչու Մանեն չուներ նորածնի լուսանկարներ, ինչու էին ֆիզիկական նմանության մասին նրա հարցերն այդքան համար։ Երբ վերջապես հաջողվեց հանգստացնել Մանեին պարգեցնել նրան հյուրասենյակի բազմոցին, Արամն ու Անին վերադարձան պատշգամբ, նախկին մտերիմ պահը գոտրվել էր, բայց լարվածությունը մնում էր։ Անի, նրբանկատորեն ասաց Արամը, ես չեմ ուզում ոչինչ պարտադրել, բայց զգում եմ, որ կան բաներ, որոնք դու ինձ չես պատմում։ Մանեի մասին, ձեր երկուսի մասին։ Նա զգաց սրտի արագացումը, ինչ նկատի ունես։ Ֆիզիկական նմանության մասին նրա հարցերը, նորածնի լուսանկարների բացակայությունը, իսկական մայրիկի մասին մղձավանջները կարծես պատմության մեջ պակասող գտորներ լինեն։ Անին նայեց իր ձեռքերին չկարողանալով հանդիպել նրա հայացքին։ Ահա այն պահը, որից նա միաժամանակ վախենում էր, որին սպասում էր։ Արամը չափազանց խելացի էր, չափազանց դիտողունակ, չափազանց հոգատար Նարեի նկատմամբ անհամապատասխանություններն անտեսելու համար։ Ամեն ինչ բարդ է, ասաց նա վերջապես։ Գիտեմ, որ բարդ է, բայց Անի, եթե մենք պատրաստվում ենք միասին ինչ-որ բան կառուցել, եթե պատրաստվում ենք մեր դուստրերին ներգրավել դրա մեջ, ես պետք է հասկանամ, Նարեն արդեն գործրել է մորը, նա չի կարող կապվել մի իրավիճակի հետ, որը կարող է կտրուկ փոխվել։ Նարեին որպես դրդապատճառ հիշատակելը Անիի համար հարված էր ստամոքսին։ Նա հասկացավ, որ Արամը ոչ միայն իր սեփական հարցերով էր անհանգստացած, այլ ակտիվորեն պաշտպանում էր դստերը հնարավոր լրացուցիչ լքվածությունից, ինչպես կարող էր նրան մեղադրել դրա համար։ Դու իրավացի ես, մեղմ ասաց նա, Նարեն գայունության է արժանի, դուք երկուստ էլ։ Ուրեմն պատմիր ինձ, վստահիր ինձ։ Անին նայեց տան ուղությամբ, որտեղ Մանեն քնած էր բազմոցին գրկած Նարեի նվիրած արջուկը, նայեց Արամին, ում աչքերում անգեղծ մտահոգություն կար, ոչ թե դատապարտում։ Մտածեց Սոնայի մասին այն գնոջ, ում նա սիրել կորցրել էր, Նարեի մասին, ով հուզական ապահովության կարիք ուներ, Մանեի մասին, ով արժանի էր մի ընտանիքի, որն իրեն անվերապահորեն կսիրեր։ Արամ, սկսեց նա, ձայնը դողում էր, Մանեն նա ինձանից չի ձնվել։ Բարերը դուրս եկան շշուկով, բայց դրանք կարող էին լինել գոռոց այնպես, ինչպես արձագանքեցին գիշերվա լռության մեջ, Արամը լիովին անշարժացավ մշակելով այն, ինչ հենց նոր լսել էր։ Ինչ նկատի ունես, զգուշորեն հարցրեց նա։ Նա քրոջս դուստրն էր, Անուշի, քրոջ անունը արտասանելը նման էր մի վերք բացելուն, որը երբեք լիովին չէր լավացել։ Անուշը հեռացավ, երբ Մանեն ընդամենը 6 ամսական էր։ Արամը շարունակում էր լռել, բայց նա տեսնում էր, թե ինչպես են հազարավոր հարցեր ձավորվում նրա մտքում։ Ես նրան այդ օրվանից մեծացրել եմ որպես իմ սեփական դուստր, իրավաբանորեն նա իմ դուստրն է, հուզականորեն նա իմ դուստրն է, բայց կենսաբանորեն նա քո զարմուհին է, մեղմորեն լրացրեց Արամը։ Ամեն ինչ ավելի բարդ էր, շարունակեց Անին, բարերն այժմ հոսում էին այնպես, ինչպես երկար ժամանակ փակված ջրվեժը, Անուշը հիվանդ էր, նա ինձ ստիպեց խոստանալ, որ Մանեին կխնամեմ որպես իմ սեփական դուստր, ասաց, որ չի ուզում, որ նա մեծանա իմանալով, որ որբե որ լքված է եղել, ուզում էր, որ նա իրեն սիրված ցանկալի զգա հենց առաջին օրվանից։ Արամը լուր կլանեց տեղեկությունը։ Անին չէր կարողանում կարդալ նրա դեմքի արտահայտությունը պատշգամբի մթության մեջ, անորոշությունը սպանում էր նրան։ Ինչո՞ւ դու ինձ դա ավելի շուտ չպատմեցիր, հարցրեց նա վերջապես։
Որովհետ անին գուլ տվեց արցունքները, որոնք սպառնում էին հայտնվել, որովհետ ամեն անգամ, երբ պատմում եմ այս պատմությունը, մարդիկ տարբեր ձերով են արձագանքում, ոմանք կարծում են, թե ես սուրբ եմ, որ փրկել եմ որբ երեխայի, ոմանք կարծում են, թե ինչ որ մութ բան եմ թաքցնում, իսկ ոմանք պարզապես չեն կարողանում հաշտվել ոչ ավանդական ընտանեկան պատմության հետ։ Եվ դու կարծեցիր, թե ես որ տեսագից կլինեմ։ Ես չգիտեի, եւ որքան շատ ժամանակ էր անցնում, այնքան ավելի դժվար էր դառնում պատմելը, հատկապես, որ Մանեն դեռ չգիտի, նա կարծում է, թե ես իր կենսաբանական մայրն եմ, հոգեբան ինձ խորհուրդ տվեց սպասել, մինչ նա բավականաչափ մեծանա հասկանալու համար։ Արամը վեր կացավ, քայլեց դեպի պատշգամբի ջաղավանդակը նայելով բագին, որտեղ աղջիկները քիչ առաջ արածաղկի սերմեր էին տնկել։ Անին հետում էր նրա լարված մեջքին զգում, որ աշխարհը փլուզվում է։ Ուրեմն, դանդաղ ասաց նա, երբ ինձ ասացիր, որ հայրը երբեք ներկա չի եղել։ Կենսաբանական հայրը լքել է Անուշին, երբ իմացել է, որ նա հիվանդ է։ Նա երբեք չի ասել ինձ, թե ով է նա, անգեղծ ասած ես երբեք չեմ էլ հետաքրքրվել, բոլոր առումներով Մանեն ներկա կենսաբանական հայր չունի։ Արամը շրջվեց դեպի նրան, իսկ Անուշը, ինչպես նա, աուտոիմուն հիվանդության բարդություններից, որը հայտնաբերեց հղիության ժամանակ, բժիշկներն ասացին, որ հղիության սթրեսը ամեն ինչ արագացրեց, նա ապրեց ընդամենը 6 ամիս Մանեի ծնվելուց հետո։ Հաջորդած լռությունը թվաց հավերժություն։ Անին հետում էր, թե ինչպես է Արամը մշակում ողջ տեղեկությունը, տեսավ, թե ինչպես նա միացրեց կտորները։ Մանեի մղձավանջները հիվանդանոցի մասին, նորածնի լուսանկարների բացակայությունը, ֆիզիկական նմանության մասին հարցերը, իր խուսափողականությունը անցյալի մասին։ Անի, ասաց նա վերջապես վերադառնալով նստելու նրա գողքին, շնորհակալություն ինձ պատմելու համար։ Բարերն այն չէին, ինչ նա սպասում էր, դրանք ոչ մերժում էին, ոչ էլ լիակատար ընդունում, այլ ինչ որ միջանկյալ բան, որը նրան ավելի անապահով զգալ տվեց։ Իսկ հիմա, հարցրեց նա փոքր ձայնով։ Հիմա, ասաց Արամը բռնելով նրա ձեռքը, մենք պետք է որոշենք, թե դա ինչ է նշանակում մեզ համար, աղջիկների համար, այն ամենի համար, ինչ մենք փորձում ենք միասին կառուցել։ Խոստովանությանը հաջորդած 3 օրերը ամենաերկարն էին Անի կյանքում։ Արամը բարի էր եղել, երբ նա այդ գիշեր հեռացավ գրկած քնած Մանեին, բայց նրա աչքերում մի հեռավորություն կար, որը նա նախկինում չէր տեսել։ Նա ասաց, որ ժամանակ է պետք ամեն ինչ մշակելու համար, որ կխոսեն, երբ ինքը պատրաստ լինի։ Անին աշխատում էր տանից փորձելով պահպանել բնականոն առօրյան Մանեի համար, բայց նրա ուշադրությունը լիովին ցրված էր։ Հեռախոսի յուրաքանչյուր ազդանշանից նրա սիրտն արագանում էր հուսալով, որ դա Արամն է։ Յուրաքանչյուր անցնող ժամի հետ նա ավելի էր համոզվում, որ գործրել է իր կյանքի սերը չափազանց երկար սպասելով անգեղծ լինելու համար։ Մանեն երեխաներին հատուկ սուր բնազդով զգում էր, որ ինչ որ բան այն չէ, ինչո այլս չեն գնում Արամ քերու տուն, անընդհատ հարցնում էր նա, որտեղ են Արեն։ Այս շաբաթ նրանք զբաղված են, սիրելիս, պատասխանում էր Անին ատելով իր բերանից դուրս եկող յուրաքանչյուր սուտը։ Նա խոստացել էր իրեն այլս չստել, հատկապես Մանեին, բայց ինչպես բացատրել 3 տարեկան երեխային, որ ինքը մի գաղտնիք էր պատմել, որը կարող էր վերջ դնել իրենց նորաստեղծ ընտանիքին։ Չորեքշաբթի կեսօրին հեռախոսը վերջապես զանգեց, Արամն էր։ Անի, կարող ենք խոսել, այսօր երեկոյան, երբ աղջիկները քնեն, կարող եմ գալ ձեր տուն։ Նրա ձայնը զգուշավոր էր, պաշտոնական, այնքան տարբեր այն մտերմությունից, որը նրանք կիսել էին վերջին շաբաթների ընթացքում, որ Անին զգաց ստամոքսի սեղմում։ Իհարկե, պատասխանեց նա փորձելով ավելի հանգիստ հնչել, քան զգում էր, Մանեն շատ կուրախանա քեզ տեսնելով։ Իրականում, Արամը տատանվեց, ավելի լավ կլինի, եթե նախ մենք երկուսով խոսենք, կան բաներ, որոնք պետք է պարզաբանենք, նախքան երեխաներին նորից ներգրավելը։ Նրա ձայնի վերջնական տոնը հաստատեց Անիի վատթարագույն վախերը։ Նա որոշել էր, որ չի կարող հաղթահարել իր իրավիճակի բարդությունը, որ ինքը չափազանց երկար է ստել թաքցնելով ճշմարտությունը, որ չի կարող վստահել իրեն այլ կարևոր հարցերում անգեղծ լինելու հարցում։ Երբ Արամը եկավ երեկոյան ժամը 8-ին, Մանեն արդեն քնած էր, Անին 2 ժամ նյարդայնացած կարգի էր բերել բնակարանը, 3 անգամ փոխել էր հագուստը մտքում փորձարկել էր տարբեր տարբերակներ այն բանի, թե ինչ կարող էր ասել հարաբերությունները փրկելու համար։ Արամը հագել էր այն կապույտ շապիկը, որը նա շատ էր սիրում, բայց նրա աչքերում այնպիսի լրջություն կար, որը ստիպեց Անին զգալ, կարծես պատրաստվում էր լսել դատական վճիռ։ Նրանք նստեցին փոքրիկ հյուրասենյակում մի տարածք, որը հանկարծ անհամապատասխան թվաց նման կարևոր զրույցի համար։ Ինչպես ես, հարցրեց նա, Անին համարյա ծիծաղեց հարցի պաշտոնականության վրա։ Սարսափած, խոստովանեց նա, Արամ, ես գիտեմ, որ սխալ եմ արել ամեն ինչ հենց սկզբից չպատմելով, գիտեմ, որ դու լիակատար իրավունք ունես ինձ վրա բարկանալու։ Ես բարկացած չեմ, մեղմորեն ասաց նա, ես շփոթված եմ եւ մտահոգված։ Ինչի՞ մասին ես մտահոգված։ Արամը խորը շունչ քաշեց նախքան պատասխանելը, Նարեի մասին, այն մասին, թե դա ինչ է նշանակում նրա համար, մեզ համար, Անի, իմ դուստրը արդեն գործրել է մորը, նա չի կարող կապվել մի իրավիճակի հետ, որը կարող է իրավաբանորեն կամ հուզականորեն բարդանալ։ Ինչ նկատի ունես իրավաբանորեն բարդանալ ասելով։ Մանեն ունի։
Այլ հարազատներ, տատիկ-պապիկներ, կենսաբանական հայրը կարող է հանկարծ հայտնվել, կան խնամակալության հարցեր, որոնք ես պետք է իմանամ։ Հարցերը գործնական էին, խելամիտ, հենց այնպիսի մտահոգություններ, որոնք պետք է ունենար պատասխանատու հայրը։ Բայց դրանցից յուրաքանչյուրը հնչում էր որպես մեղադրանք այն բանի համար, որ Անին անպատասխանատու է եղել թաքցնելով կարևոր տեղեկություններ։ Իմ ծնողները մահացել են նախքան Մանեի ծնվելը։ Անուշը իմ միակ քույրն էր, ինչ վերաբերում է կենսաբանական հորը։ Անուշն ինձ ասել էր, որ նա ստորագրել է հայրությունից հրաժարվելու փաստաթուղթը, երբ իմացել է նրա հիվանդության մասին, իրավաբանորեն ես Մանեի միակ ընտանիքն եմ։ Բայց իսկ եթե նա փոխի իր միտքը, իսկ եթե իմանա, որ դուստր ունի, ցանկանա ճանաչել նրանց։ Արամ, դա եղել է ավելի քան 3 տարի առաջ։ Եթե նա ցանկանար ներկա լինել, կհայտնվեր այն ժամանակ, երբ Անուշը հիվանդանոցում էր, երբ Մանեն օրորոցում էր ինչ-որ մեկի կարիքն ուներ, նա իր ընտրությունը կատարել է։ Արամը գլխով արեց, բայց նա տեսավ, որ նրա մտահոգությունները լիովին չեն փարատվել։ Իսկ Մանենը, երբ ես պատրաստվում նրան պատմել Անուշի մասին, հոգեբանը խորհուրդ տվեց սպասել մինչ 5 կամ 6 տարեկանը, երբ նա կունենա հուզական կարողություն հասկանալու համար։ Առայժմ նա գիտի, որ ես իր մայրն եմ, որ սիրում եմ նրան անվերապահորեն, դա է կարևորը։ Բայց նա արդեն հարցեր է տալիս, այն մասին, թե ինչու նման չէ քեզ, նորածնի լուսանկարների բացակայության մասին, ինչպես ես դա հաղթահարելու։ Դա այն հարցն էր, որն Անին ամեն գիշեր արթուն էր պահում, ես նրա հետ անկեղծ եմ լինելու իր տարիքին համապատասխան։ Բացատրելու եմ, որ ոչ բոլոր երեխաներն են նման լինում ծնողներին, որ ընտանիքները լինում են տարբեր ձերի, եւ երբ նա բավականաչափ մեծ լինի, ես նրան կպատմեմ Անուշի մասին այն ողջ սիրով հարգանքով, որին քույրս արժանի է։ Արամը երկար ժամանակ լուր մնաց ուսումնասիրելով նրա դեմքը։ Անի, ես հասկանում եմ, թե ինչու ես կատարել այդ ընտրությունները, հասկանում եմ, թե ինչու որդեգրեցիր Մանեին, ինչու ես ուզում պաշտպանել նրան, ինչու անմիջապես չպատմեցիր ողջ պատմությունը։ Նա հույսի մի շող զգաց, բայց չգիտեմ արդյոք կարող եմ ավելի շատ անագնկալների դիմանալ։ Նարեն կայունության կարիք ունի։ Նա իր կյանքում այնպիսի մարդկանց կարիք ունի, ովքեր լիովին անկեղծ կլինեն ինձ հետ այն իրավիճակների մասին, որոնք կարող են ազդել նրա վրա։ Ես հասկանում եմ, ասաց Անին, թե բարերը գոկորթում ջարդված ապագու պես էին։ Դու պաշտպանում ես քո դստերը, դա հենց այն է, ինչ պետք է անի լավ հայրը։ Իսկ դու պաշտպանում ես քո դստերը։ Բայց գուցե մեր իրավիճակները չափազանց բարդ են միախառնվելու համար։ Ահա վերջ, այն դատավճիռը, որից նա վախենում էր, Արամը բարի էր հասկացող, բայց նա հեռանում էր։ Նարեն գործրել էր մորը չէր կարող ռիսկի դիմել կորցնելուս մեկ մայրական կերպար։ Եթե Մանեի հետ կապված իրավիճակը բարդանար, դա դրամաբանական էր, խելամիտ լիովին գործանարար։ Կարող եմ քեզ մի բան հարցնել, ասաց Անին փորձելով ձայնը կայուն պահել։ Եթե ես հենց առաջին օրվանից պատմեի Անուշի մասին, դու այլ կերպ կարձագանքեիր։ Արամը մտածեց նախքան պատասխանելը, անկեղծ ասած չգիտեմ, բուն իրավիճակը խնդիր չէ, Անի, խնդիրն այն է, որ դու թույլ տվեցիր ինձ սիրահարվել, թույլ տվեցիր Նարեին սիրահարվել ձեզ երկուսիդ առանց ինձ տալու ողջ տեղեկությունը գիտակցված ընտրություն կատարելու համար։ Դու իրավացի ես, խոստովանեց նա, ես վախենում էի դատապարտվելուց, վախենում էի գործնել մի բան, որն ինձ համար կարևոր էր դառնում։ Բայց դա չի արդարացնում կարևոր տեղեկություններ թաքցնելը։ Իսկ հիմա, ինչպես բացատրենք աղջիկներին, որ այլս չենք տեսնվելու, Նարեն ամեն օր հարցնում է Մանեի մասին, նա մի թնոց է պատրաստել նրան նվիրելու համար։ Երեխաների հիշատակումը գոտրեց Անիի վերջին հուզական դիմադրությունը։ Արցունքները, որոնք նա օրեր շարունակ զսպել էր, վերջապես սկսեցին հոսել, ես չգիտեմ, ասա, որ Մանեն ես պետք է ճամփորդենք, կամ որ զբաղված ենք, ժամանակ տուր նրան մոռանալու համար։ Երեխաները այդպես չեն մոռանում, Անի, նրանք արդեն իրար քույրերի պես են տեսնում։ Այդ դեպքում ինչ ես առաջարկում։ Արամը վեր կացավ քայլեց դեպի հյուրասենյակի պատուհանը նայելով փողոցին, որտեղ որոշ երեխաներ խաղում էին լապտերների լույսի տակ, չգիտեմ, այս ամբողջ իրավիճակը իմ փորձառությունից վեր է։ Հենց այդ պահին Մանեի սենյակից ձայն լսեցին, փոքրիկը արթնացել էր լաց էր լինում։ Անին վեր կացավ ստուգելու, բայց Արամը հետեց նրանք գտան Մանեին մահճակալին նստած, արջուկը գրկած, արցունքներն աչքերին։ Ես երազումս Նարեին տեսա, ասաց նա հեկեկալով, նա հեռանում էր, իսկ ես չէի կարողանում հասնել նրան։ Անին գրկեց դստերը զգալով, թե ինչպես է սիրտը գտոր լինում։ Նույնիսկ քնած ժամանակ Մանեն զգում էր, որ գործնում է այն ընտանիքը, որը գտել էր, դա պարզապես երազ էր սիրելիս։ Որտեղ է Նարեն, ինչո՞ւ նա այլս չի գալիս այստեղ։ Անին Մանեի գլխի վրայով նայեց Արամին լուր օգնություն խնդրելով։ Ինչպես բացատրել 3 տարեկան երեխային, որ մեծահասակները ամեն ինչ բարդացրել են։ Արամը մոտեցավ ձնգի իջավ մահճակալի մոտ, Նարեն լավ է, Մանե, նա տանն է, քնած է, ինչպես դու պետք է լինեիր։ Բայց ես կարոտում եմ նրան, եւ քեզ, Արամ քերի։ Երեխայի բարձ ու անկեղծ բարերը ինչ որ բան գոտրեցին Արամի մեջ։ Անին նրա աչքերում տեսավ պայքարը Նարեին պաշտպանելու իր գարիքի Մանեի հանդեպ զգացած անկեղծ գորովանքի միջ։ Ես էլ եմ քեզ կարոտում, խոստովանեց նա մեղմորեն, եւ Նարեն էլ է քեզ կարոտում։ Այդ դեպքում ինչո՞ւ դուք այլս չեք գալիս այստեղ։
Արամը նայեց Անին, Անին նրա դեմքին տեսավ նույն երկընտրանքը, որն իրեն էր տանջում, ինչպես պաշտպանել երեխաներին մեծահասակների բարդություններից առանց նրանց զրկելու այն սիրուց, որը նրանք գտել էին։ Ամեն ինչ բարդ է, փոքրիկս, վերջապես ասաց Արամը, երբեմն մեծերը պետք է որոշ հարցեր լուծեն, նախքան երեխաները կկարողանան նորից միասին խաղալ։ Ինչպիսի հարցեր։ Մեծերի ձանձրալի հարցեր, միջամտեց Անին Մանեին նորից քնեցնելով, ոչ մի բան, որի համար պետք է անհանգստանաս։ Երբ Մանեն վերջապես նորից քնեց, Արամն ու Անին լուր վերադարձան հյուրասենյակ, երեխայի հետ այդ պահը ինչ-որ բան էր փոխել նրանց մեջ։ Անմեղ երեխայի իրական ցավը նրանց մեծահասակների մտահոգությունները դարձրել էր միաժամանակ ավելի կարևոր, պակաս նշանակալի։ Արամ, մեղմորեն ասաց Անին, ես երբեք չեմ ցանկացել որե մեկին վնասել, հատկապես ոչ Նարեին, ոչ Մանեին, եթե կարծում ես, որ ավելի լավ է հեռանանք միմյանցից նրանց պաշտպանելու համար, ես հասկանում եմ։ Խնդիրն այն է, որ գուցե արդեն ուշ է նրանց պաշտպանելու համար, պատասխանեց Արամը, նրանք արդեն սիրում են միմյանց, Նարեն ամեն գիշեր լաց է լինում հարցնելով, թե երբ է նորից տեսնելու Մանեին, եւ ինչպես հենց նոր տեսա, Մանեն նույն կերպ է տարապում։ Այդ դեպքում ինչ ենք անում։ Արամը երկար նայեց նրան, Անին այդ հայացքի մեջ տեսավ իրենց իրավիճակի ողջ բարդությունը։ Երկու միայնակ ծնողներ, որոնք փորձում են պաշտպանել իրենց դուստրերին, բայց բացահայտում են, որ գուցե ամենամեծ վնասը գալիս է նրանց բաժանելուց։ Չգիտեմ, խոստովանեց նա վերջապես, բայց գուցե պետք է դա միասին բարձենք։ Այդ դժվար գիշերվանից երկու շաբաթ անց Անին այն այգում էր, որտեղ առաջին անգամ Մանեին տարել էր Արամին Նարեին հանդիպելու համար։ Այս անգամ, սակայն, նա մենակ էր նստած նույն նստարանին, որտեղ հետել էր, թե ինչպես են աղջիկները ակնթարթորեն ծանոթանում սիրում միմյանց որպես քույրեր։ Արամը խնդրել էր հանդիպել այնտեղ երեխաներից հեռու, մի զրույցի համար, որն ասել էր, թե շատ կարևոր է։ Վերջին երկու շաբաթվա ընթացքում նրանք միայն գործնական հաղորդագրություններ էին փոխանակել աղջիկների մասին, ովքեր շարունակում էին անդադար հարցնել, թե երբ կարող են տեսնվել։ Երբ Արամը հայտնվեց քայլելով այգով, Անին նկատեց, որ նա այլ էր երում։ Ավելի քիչ լարված, ավելի վճռական, նա նստեց նրա գողքին նստարանին, երկուսն էլ հետում էին այլ ընտանիքների, որոնք վայելում էին առոտ շաբաթ օրը։ Ինչպես է Մանեն, հարցրեց նա։ Ամեն օր հարցնում է Նարեի մասին։ Մի նկար է նկարել նրան տալու համար, իսկ դու ինչպես է Նարեն։ Նույնը, երեք նա հարցրեց, թե արդյոք ինքը որե սխալ բան է արել, որ դուք դադարել եք մեզ այցելել։ Արամը մի պահ լռեց, Անի, ես խոսել եմ Նարեի հոգեբանի հետ մեր իրավիճակի մասին։ Անին զգաց ստամոքսի սեղմում։ Մի պրոֆեսիոնալ հոգեբան վերլուծել էր իր պատմությունը հավանաբար եզրակացրել, որ ինքը անհամապատասխան է մի երեխայի գողքին լինելու համար, ով արդեն այդքան բան է գործրել։ Ինչ ասաց նա։ Նա շատ հետաքրքիր բաներ ասաց, պատասխանեց Արամը շրջվելով դեպի նրան։ Առաջինը, որ ընտանիքները, որոնք կազմվում են ընտրությամբ, այլ ոչ միայն կենսաբանությամբ, հաճախ ավելի ամուր են լինում, որովհետև հիմնված են գիտակցված սիրո, այլ ոչ թե պարտավորության վրա։ Անին զարմացած թարթեց աչքերը, դա այն չէր, ինչ նա սպասում էր լսել։ Երկրորդը, շարունակեց Արամը, որ դու արել ես հենց այն, ինչ պետք է անի յուրաքանչյուր մարդ, ով սիրում է երեխային պաշտպանել ես նրան իրեն անցանկալի կամ լքված զգալուց։ Երրորդը, որ Մանեն ակնհայտորեն սիրված, ապահով հավասարակշռված երեխա է, ինչը ցույց է տալիս, որ դու բացառիկ մայր ես եղել։ Այդ խոսքերը սպեղանի պես էին վերքերի համար, որոնց մասին Անին նույնիսկ չգիտեր, որ դեռ բաց են։ 3 տարի շարունակ նա գաղտնի կասկածներ էր գրել այն մասին, թե արդյոք բավարար բան է անում, արդյոք իր ընտրությունները ճիշտ են եղել, արդյոք Մանեն ավելի լավ չէր լինի ավանդական ընտանիքում։ Եվ չորրորդը, ասաց Արամը բռնելով նրա ձեռքը, որ Նարեն կայունության գարիք ունի, այո, բայց նա սիրո գարիք ունի, եւ նա ակնհայտորեն սիրում է քեզ Մանեին, ձեզ հիմա բաժանելը ավելի շատ վնաս կպատճառի, քան ցանկացած բարդություն, որը քո ընտանեկան պատմությունը կարող էր բերել։ Անին զգաց արցունքների ծակոցը աչքերում, Արամ, ես այս երկու շաբաթն անցկացրել եմ մտածելով այն ամենի մասին, ինչ դու ինձ պատմեցիր, Անուշի մասին, քո կատարած ընտրությունների մասին, այն մասին, թե ինչու է իր սպասում ինձ պատմելու համար, եւ գիտես ինչ հասկացա։ Նա գլխով արեց չկարողանալով խոսել, որ դու հենց այնպիսի մարդ ես, որին ես ուզում եմ տեսնել Նարեի կյանքում։ Մեկը, ով երեխայի բարեկեցությունը ամեն ինչից վեր է դասում, ով հանուն սիրո հսկայական զոհողությունների է գնում, ով քաջություն ունի դժվար ընտրություններ կատարելու, երբ դա անհրաժեշտ է։ Բայց ես քեզ ստել եմ, թաքցնելով, բայց ստել եմ։ Դու պաշտպանել ես քո դստերը, մինչ համոզվել ես, որ կարող ես ինձ վստահել, որպես հայր ես դա լիովին հասկանում եմ։ Իրականում ավելի մտահոգիչ կլիներ, եթե դու Մանեի կյանքի անձնական մանրամասները պատմեիր մի անձանոթի։ Արամը վեր կացավ նրան էլ բարձրացրեց. Անի, դու ուզում ես ինձ հետ ընտանիք կառուցել։ Իսկական ընտանիք հիմնված անկեղծության, սիրո մեր դուստրերին միշտ առաջին տեղում դնելու հանձնարարության վրա։ Անի սիրտը կանգ առավ, դու լո ուրջ ես ասում։ Կյանքումս ավելի լուրջ ոչինչ չեմ ասել։ Ես քեզ սիրում եմ Մանեին, եւ գիտեմ, որ Նարեն նույնպես սիրում է ձեզ երկուսիդ, թույլ չտանք վախին մեզ խանգարել երջանիկ լինել։ Անին նայեց նրա աչքերին տեսավ բացարձակ անկեղծություն։
տարիներ շարունակ զգալուց հետո, թե ինքը պետք է անընդհատ ապացուցի, որ արժանի է լինել Մանեի մայրը։ Ահա մի տղամարդ, ով ոչ միայն ընդունում էր իր պատմությունը, այլ տոնում էր այն ուժն ու սերը, որն ինքը ցուցաբերել էր։ Այո, շշնջաց նա, իսկ հետո ավելի բարձր. Այո, ես ուզում եմ քեզ հետ ընտանիք կառուցել։ Արամը նրան համբուրեց հենց այնտեղ այգում, մի համբույրով, որը կնքում էր ոչ միայն նրանց միջ եղած սերը, այլ հանձնառությունը ընտրությամբ, սիրով քաջությամբ կազմված ընտանիքին։ Դե ինչ, ասաց նա, երբ բաժանվեցին, ինչ կասես գնանք մեր դուստրերին բերենք նրանց ասենք, որ այլս ստիպված չեն լինի իրար կարոտել։ Այդ խոսակցությունից 3 ամիս անց Անին կանգնած էր Արամի տան պատշգամբում, որն այժմ նա իր տունն էր, բակը, որը նախկինում թեթագի անտեսված էր, վերածվել էր գունավոր մի պարտեզի, որը նրանք միասին էին տնկել, արածաղիկները, որոնք Նարեն Մանեն տնկել էին առաջին օրը, այժմ բարձրացել էին ծաղկել մեղմորեն օրորվելով երեկոյան զեփյուրից։ Աղջիկները խաղում էին բակում, Մանեն փորձում էր Նարեին սովորեցնել խոտերի վրա գլուխկոնձի տալ, մինչդեռ Նարեն համբերատար ցույց էր տալիս, թե ինչպես ծաղիկներից թնոցներ պատրաստել, նրանք հարմարվել էին միասին ապրելուն այնպես, կարծես իձնեքույրեր լինեին ստեղծելով գաղտնի ծածկագրեր, կիսելով խաղալիքները հոգ տանելով միմյանց մասին քույրական բնական ջերմությամբ։ Ինչի մասին ես մտածում, հարցրեց Արամը հայտնվելով նրա գողքին 2 բաժակ սուրճով։ Այն մասին, թե որքան է ամեն ինչ փոխվել, պատասխանեց Անին վերցնելով բաժակը սեղմվելով նրա գողքին։ 1 տարի առաջ ես Մանեն միայն 2-ով էինք աշխարհի դեմ, իսկ հիմա դուք ավելի մեծ մի բանի մասն եք կազմում։ Ճիշտ այդպես, եւ գիտես ինչն է տարօրինակ, ես միշտ կարծում էի, որ Անուշի Մանեի մասին ճշմարտությունը բացահայտելը կգործանի մեր երջանկության ցանկացած հնարավորություն։ Բայց իրականում ամեն ինչ հակառակը եղավ։ Արամը գլխով արեց, ճշմարտությունը մեզ ազատեց սիրելու համար առանց վերապահումների։ Նրանք միասին որոշել էին, թե ինչպես երբ պատմել Մանեին Անուշի մասին, դա կլիներ աստիճանական զրույց տարիքին համապատասխան, կենտրոնացած այն անսահման սիրո վրա, որ թե Անուշը, թե Անին զգում էին նրա հանդեպ։ Արամն առաջարկել էր Նարեին նույնպես ներգրավել այդ զրույցի մեջ, որպեսզի աղջիկները հասկանան, որ ընտանիքները լինում են տարբեր ձերի, որ սերը ավելի կարևոր է, քան կենսաբանությունը։ Մայրիկ պապա, գոռաց Նարեն բակից, նա սկսել էր Անին մայրիկ կոչել ինքնաբուխ կերպով միասին տեղափոխվելուց մի քանի շաբաթ անց։ Մի ժեստ, որը դեռս Անիի սիրտը հուզմունքից արագացնում էր։ Նայեք, արածաղիկներն արդեն ինձանից բարձր են։ Դա ճշմարտություն էր, ծաղիկները, որոնք աղջիկները տնկել էին որպես ծնվող ընկերության խորհրդանիշ, այժմ բարձր էին ծաղկուն, ինչպես այն ընտանիքը, որ նրանք կառուցել էին։ Դրանք աճել են, որովհետ լավ են խնամվել, ասաց Արամը ավելի ամուր գրգելով Անին։ Ինչպես մենք բոլորս, պատասխանեց նա։ Այդ գիշեր, երբ աղջիկները քնեցին իրենց սենյակներում, Արամն ու Անին նստեցին պատշգամբում հետելով աստղերին։ Նրանց միջ տիրող լռությունը հարմարավետ էր, լի ոչ թե չտված հարցերով, այլ համատեղ գոհունակությամբ։ Անի, մեղմորեն ասաց Արամը, շնորհակալություն։ Ինչի համար։ Ճշմարտությունն ինձ պատմելու քաջության համար չնայած վախիդ, այդպիսի հրաշալի երեխա մեծացնելու համար, Նարեին որպես քո սեփական դուստր ընդունելու համար, ինձ ցույց տալու համար, որ հնարավոր է գեղեցիկ ընտանիք կառուցել գոտրված կտորներից։ Անին նայեց տան ուղությամբ, որտեղ իրենց դուստրերը խաղաղ քնած էին, որտեղ նա գտել էր ոչ միայն ռոմանտիկ սեր, այլ լիարժեքության զգացում, որը երբեք չէր ունեցել։ Արամ, շնորհակալություն քեզ։ Ինչի համար։ Ինձ ցույց տալու համար, որ ընտանիքը կատարելության կամ ավանդական գաղափարների մասին չէ, այն մնալու ընտրության, սիրելու ընտրության ամեն օր միասին գեղեցիկ բան կառուցելու ընտրության մասին է։ Նրանք մի քանի րոպե լռեցին հետելով, թե ինչպես են արածաղիկները մեղմորեն օրորվում բակում։ 2 հոգի, ովքեր սեր էին գտել գորստից հետո, 2 երեխա, ովքեր քույրեր նոր ծնողներ էին ձեռք բերել, մի ընտանիք ստեղծված ոչ թե պատահականությամբ, այլ անվերապահորեն սիրելու գիտակցված ընտրությամբ։ Ինչ ես կարծում, Անուշը կհավաներ, լուր հարցրեց Անին։ Արամը բռնեց նրա ձեռքը։ Ես կարծում եմ, որ նա երջանիկ կլիներ իմանալով, որ Մանեն մեծացել է սիրով լի մի տանը, մի մոր հետ, ով նրան խորապես սիրում է, մի քրոջ հետ, ով նրան պաշտում է։ Ես կարծում եմ, որ նա հպարտ կլիներ քեզնով։ Անին մի խաղաղություն զգաց, որը տարիներ շարունակ չէր զգացել։ Անուշը հեռացել էր, բայց նրա ժառանգությունը ապրում էր Մանեի յուրաքանչյուր ծիծաղի մեջ, ուրախության յուրաքանչյուր պահի մեջ, որը փոքրիկը զգում էր, անվերապահ սիրո յուրաքանչյուր օրվա մեջ, որը նա ստանում էր։ Բակից լսվում էր քամու մեղմ ձայնը արածաղիկների տերների մեջ, որոնք աղջիկները տնկել էին։ Ծաղիկներ, որոնք ամուր էին աճել, որովհետ խնամվել էին սիրով, ինչպես այն ընտանիքը, որ նրանք միասին կառուցել էին։ Որովհետ երբեմն ամենագեղեցիկ ընտանիքները նրանք չեն, որոնք պատրաստի են ծնվում, այլ նրանք, որոնք քաջություն ունեն ձավորվելու չնայած ամեն ինչին ամեն օր ընտրելով միասին ծաղկել։ Պատմության ավարտ։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Անիի, Արամի, Մանեի, Նարեի պատմությունը դիպչեց ձեր սրտերին։ Այս հուզական ճանապարհորդությունը շարունակելու համար մենք պատրաստել ենք հատուկ փլեյլիստ նույնքան գրավիչ պատմություններով, որոնք բացահայտում են սիրո ընտանիքի տարբեր տեսակները։ Գտեք մեր փլեյլիստը այստեղ սեղմելով ձախ կողմում։
Եթե ձեզ դուր եկավ այս պատմությունը, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին հավանել տեսանյութը։ Ամեն օր մենք ներկայացնում ենք եզակի պատմություններ, որոնք տոնում են մարդկային կյանքի բարդություն ու գեղեցկությունը։ Բաց մի թողեք մեր հաջորդ թողարկումները։ Մենք սպասում ենք ձեզ մեկնաբանություններում իմանալու համար, թե պատմության որ մասը ձեզ ամենաշատը հուզեց։